Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը կրոնագետ փիլիսոփա ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է, բարի երեկո պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, նախ ուզում եմ անդրադառնանք մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածին, Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի շրջանակում, որը հաստատեց նաև ներքին գործերի նախարարությունը, իր հաղորդագրությամբ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեություն էր ծավալում, որին խոչընդոտել են երկու անձինք, որոնց բերման էին ենթարկել։ Այդ երկու անձինք 18-ամյա դպրոցականներ, 12-րդ դասարանի երկօրյա եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյաններն էին։ Նիկոլ Փաշինյանը որոշում է եւ այսպես իր քաղաքական քարոզարշավի շրջանակներում այսպես գնա Սուրբ Աննա եւ մտնում է պատարագի կեսից, երբ որ մարդիկ պատարագին են մասնակցում, ոմանք աղոթարաններով, գլխաշորերով մարդիկ, ինչպես միշտ գնացել են իրենց կիրակնօրյա պատարագներին, այդ օրը Ծաղկազարդի օրը եւս այնտեղ են։ Եվ տեղի ունենում սարսափելի մի բան, նա փորձում է ճեղքել ու գնալ ամենաառաջ կանգնել շարքերի։ Երբ որ խիտ մարդկային մարդիկ էին կանգնած, խիտ էր շատ ներկայությունը մարդկանց եւ հրում է թիկնապահը, նույնիսկ այնտեղ կանանց ձայները, մարդկանց ձայները, ինձ մի կպեք, ինձ մի հրեք, նույնիսկ դա է լսվում, հետո արդեն հրում են շատ կոպիտ երիտասարդ տղաներին, որոնք ընդ որում ունեն բավական լուրջ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, բայց իրենք փայլուն երիտասարդներ են, ամբողջ դպրոցի պարծանք, այսպես ասած, գերազանց սովորող, օլիմպիադաներ հաղթած, հավատացյալ տղաներ։ Ինչևէ, հիմա սա պատմեցի նաև մեր հեռուստադիտողին եւս մեկ անգամ հիշեցնելու համար եւ կխնդրեմ կադրերը ներկայացնենք, որտեղ երևում է ակնհայտ թե թիկնապահը ինչպես է հարվածում, ընդ որում թիկնապահը ցուցմունքում Փաշինյանի ասել է, որ տղան չի հարվածել, այսինքն որևէ մեկին Փաշինյանին հարված չի գնացել, այսինքն հենց ինքը հերքել է, տեղի ունեցածը խնդրեմ նայենք, հետո քննարկենք։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան, ինչի արեց դա։ Ինչի արեց այս սադրանքը։ Առաջին անգամը չէ, որովհետև 44-օրյա պատերազմից հետո Եռաբլուրում, երբ որ շատ ծանր էմոցիաներ էին եւ զոհվածների մայրերը, ծնողները, որոնք կորցրել էին մասունքներ, նույնիսկ չէին գտնում, գերեզման չունեին, հավաքված էին, ինքը գնաց նորից սադրեց, հետո կարմիր ու սև բերետավորներին ուղարկեց, քարշ տվեցին մայրերին, այդ աստիճաններով դուրս բերեցին, նույնիսկ գործեր հարուցեցին։ Ինչու է անում այս սադրանքը։ Գիտեք, երևի թե ես մի քիչ ուրիշ պատասխան կտամ դրան։ Իհարկե մի կողմից կա այն, որ ներկայիս աշխարհում արդեն տրենդի է վերածված, որ յուրաքանչյուր երկրի գլուխ պետքա մաքսիմալ պաշտպանված լինի, քանի որ գլխատող հարվածներ են հասցվել մեր հարևան երկրներում եւ երկրի ղեկավարներ են զոհվել եւ դրանից ելնելով, ասենք, կանխավ տեղեկացնել այնտեղ գտնվելու, այնտեղ մուտք գործելու եւ այլնի մասին այսօրվա մթնոլորտում բավականին բարդ երևույթ է իհարկե։ Բայց ես հիշում եմ մի բան, էլի, երբ որ խոշորագույն բողոքական քարոզիչներից մեկը իմ իմացած Աֆրիկայում աներևակայելի գործ արած, եկել էր այստեղ եւ խնդրեց, որ ես իրան տանեմ Էջմիածին, դեռևս այս
վերանորոգումը եկեղեցու արված չէր, նա ներս մտավ, ձեռքերը բարձրացրեց ու հանձնվեց։ Ինչը բողոքականների համար այդպես չի, էլի, բայց սա շատ խորը անձնավորություն էր, ասեց սա է, որ մենք չունենք։ Այդ մխի մեջ կորած պատերը, որը շատ-շատերի համար անհրապույր կարող էր թվալ նույնիսկ, բայց այս մարդը ուղղակի բացատրեց դա իր ունեցած աներևակայելի մեծ փորձով եւ խորաթափանցությամբ, որ սա է կրոնի հիմքը եւ նրա պահպանման առհավատչյան։ Դա առեղծվածն է։ Առեղծվածը հենց այդ եկեղեցու ներսում գոյություն ունեցող մարդկային զանգվածի թափանցումն է վերբնականի հետ, այսինքն Աստծո հետ հարաբերությունների ընթացքը եւ հաստատումը, եւ որը չի կարելի որևէ կերպ խախտել, որովհետեւ դա է մեզ բերել մինչեւ ներկա ժամանակները եւ մենք ցած չենք իջել պատմության թատերաբեմից։ Այո, ես համարում եմ, որ այդ դեպքը համարենք էքսցես եւ այլևս չկրկնվելու դեպք, որովհետեւ մենք չենք կարող այն ամենը, ինչը մեզ բերել հասցրել է եւ հանդիսանում է մեր յուրօրինակ սրբությունների առանցքը, սակրալ ինքնությունը հայ ժողովրդի, չի կարող որևէ կերպ ենթադրել այդպիսի ընթացք։ Հասկանալի է, որ կան ինչ որ պայմաններ, որոնց հետևանքը կարող էր լինել եւ համանման մի բան, բայց իմ կարծիքով դրան պետք է ուղղակի վերաբերվել այնպես, որ մենք բոլորս հասկանանք, որ չի կարելի հոգեվորի ոլորտում գործել հրմշտուկով եւ բռունցքներով։ Ոչ մի դեպքում, որովհետեւ դա ճաք է, որը կարող է այլևս չկարողանաս լցնել։ Ամբողջականությունը ժողովրդի, դա հոգեվոր այն միասնականությունն է, որը իր յուրօրինակ բարձրագույն կետը ապրում է եկեղեցում, հայոց առաքելական եկեղեցում հայերի համար։ Եվ իհարկե որպես հորդոր կարող ենք ասել, որ դե հիմա եթե մենք գնում ենք ընտրությունների, եթե նոր իշխանություն պետքա ձևավորվի կամ մնա հին իշխանությունը, իշխանությունը կազմի ապագայի մաս կամ լիարժեք ունենա իշխանությունը, այս ամենը որևէ կապ չպետք է ունենա այդ հավերժությունը իր մեջ կրող բացառիկ պահի հետ, որը ըստ էության իրենով սպասարկում է մեր ժողովրդի ամբողջականությունը, որտեղ 86%-ի կարգի մարդիկ համարում են, որ իրենք հայ քրիստոնյաներ են։ Պարոն Խաչատրյան, մի քանի հարց տամ։ Իրական հավատացյալը կապ ունի խորանի առջևն է կանգնած լսում պատարակը թե վերջում։ Չէ, որևէ կապ այդտեղ ես չեմ կարող, որովհետեւ մենք խոսում ենք համաշխարհային կրոնից։ Համաշխարհային կրոնում գոյություն չունեն բարձր եւ ցածր մարդիկ։ Համաշխարհային կրոնում գոյություն ունեն հավատացյալներ եւ նրանց մակարդակը կարելի է չափել միայն նվիրման աստիճանով վերբնականի կամ Աստծո հանդեպ։ Այսինքն այդ ճեղքել անցնել է տեսակ ինչ խիտ մարդը դա հասկանալի է, որ ինքը էքսցես էր, հա, այսինքն պրովոկացիա էր դա, հա, ենթադրում։ Նա էքսցես էր։ Մանավանդ որ հակաեկեղեցական այս տևական ժամանակ 18-ից սկսած հարձակումները Փաշինյանի հաշվի առնելով եւ ուղղակի հիմա չեմ ներկայացրել, բայց թե չէ էկրանին ցույց կտայի եւ բազմաթիվ դեպքերը, երբ որ հենց ինքը անձամբ աղանդավորական կազմակերպությունների քարոզով է զբաղված, այդ թվում նրանց սոցիալական ցանցերի ռոպագանդայով, իսկ իրենց Միացյալ Նահանգներում ներկայիս դեսպանը հանդիպում է տարբեր կրոնական աղանդավորական կազմակերպությունների հետ, բան ու գործը թողած հանդիպում է, օրում է այդ կազմակերպությունների հետ, թվում էլ մորմոններ, էլ չգիտեմ։ Դրանք մեծ կշիռ են ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ну պատկերացրեք, էլի որ ասում եք մորմոններ, հաշվի առեք, որ ամերիկյան հիմնի կանոնական տարբերակը մորմոնների խորն է միայն երգում։ Նրանց երգչախումբն է երգում։ Նրանց ձայնագրությունն է համարվում, որ դա Ամերիկայի հիմնն է։ Եթե խոսում ենք մնացածի մասին, հա, մոտավորապես բնակչության 1/3-ը ըստ էության գտնվում է այդ ոլորտում։ Հարցս դրան չի վերաբերվում, այսինքն մարդ է ինքը, որը
18-ից սկսած հակաեկեղեցական արշավ է կազմակերպում, ով ամենաայլանդակ բառապաշարով է խոսում վեհափառ հայրապետի անձի, այլ հոգևորականների մասին, հազար ներողություն, նույնիսկ ասելով առնանդամս եմ պատրաստ ցույց տալ եւ միջազգային մամուլը գրել էր դա, ամենագրեհիկ լեզվով է խոսում հոգևորականների մասին, եկեղեցիների մասին եւ ինքը գնում է այնտեղ իբրև թե հավատացյալ։ Հիմա ու արդյունքում այդ տղաները տեսական նույնիսկ այդ պահին որ լինում է տղաներից մեկը խաչակնքվում է, Միքայելը խաչակնքվում է եւ աղոթարանները ձեռքը կանգնած են, այսինքն այդ տղաները մշտապես Կիրակի օրերին գտնվում են այդ եկեղեցում։ Սա սադրանք էր նաեւ դրսի ուժերի կողմից պլանավորված, այդ ծրագրի շրջանակում էր, արդյունքում այսօր այդ տղան, որը լուրջ լրջագույն հիվանդություններ ունի, որը կալանքի հետ համատեղելի չէ, գտնվում է կալանավայրում։ Հնարավոր է այդպես էլ լինի, հնարավոր է լինի նաև սպոնտան հնդածած առաջացած իրավիճակ, որը ճիշտ չի որ եկեղեցում է եղել, այդպեսի բան չպետք է լինի եկեղեցում, առավել եւս երբ որ մարդիկ իրենց հոգեվոր պահանջմունքներն են բավարարում այդ պահին։ Դա այսինքն հոգեվոր բռնություն է։ Դա ամեն դեպքում անթույլատրելի ընթացք է եկեղեցու ներսում։ Եկեղեցին դա այն կաճառն է, այն լույսի խորանն է, որտեղից սնվում է հավատավոր բազմությունը։ Մեր մոտ էլ հավատավոր բազմությունը ճնշող եւ անվիճելիորեն ճնշող գերակայություն ունի հասարակության ներսում։ Մենք հայ քրիստոնյաներ ենք։ Հայոց առաքելական եկեղեցու դավանորդներ ենք։ Տեսեք, եթե միայն ուղակի դրանից հետո այդ տղայի հետ այդպես չվարվեին, առավել եւս ես մի տեսանյութ ցույց տվեցի, բոլոր տեսանյութերը ցույց են տալիս, հա, ինչպես են իրենք հարձակվում, ինչպես են հրում։ Ընդ որում Դավիթը, որը հիմա կալանավորված է, տղաներից մեկը, որին հարվածում է թիկնապահը, ինքը ունի այլ հիվանդություն, որ ուշագնացություններ է ունենում եւ դասընկերներն էլ էին դա ասում։ Եվ մեծ եղբայրը մշտապես մեջքին կանգնած է, մեծ եղբայրը չէ, մյուս եղբայրը երկորյակ է Միքայելը մշտապես մեջքին է կանգնած լինում, որպեսզի պաշտպանի նման դեպքերում, որտեղ հաճախ կարող է ընկնի գլուխը վնասի դա իհարկե։ Այսինքն նույնիսկ այնտեղ կադրերում երևում է, որ Փաշինյանը իր թիկնազորով կիսում է այս տղաներին ամեն մեկին այսպես ճեղքելով։ Դժվար եմ պատկերացնում, թե թիկնազորը ինչքանով է ընկալում գոյություն ունեցող իրավիճակը, նրա ծայրահեղությունը։ Իրանք տակից խփում են, հարվածում են մարդուն ցավ են պատճառում, որպեսզի տեսախցիկները չֆիքսեն, հա, ինքն էլ այսպես թատրոն է խաղում, իբր թե արդեն, այսինքն տվել են մարդուն գցել են գետնին, հա, որտեղ այնտեղ բարձրանում է հետո Դավիթը։ Լավ, սա նույնիսկ տեսեք, եթե ընդհանրապես ինցիդենտ լիներ, սա դրանք չլիներ ու հաշվարկած քայլերով, ապա այդ տղան հիմա այնտեղ չէր լինի։ Չէր լինի։ Դե ամեն դեպքում բռնության մեխանիզմը աշխատում է, որպեսզի հնարավորինս ապահովի իշխանության վերարտադրությունը։ Հիմա կամենում ենք թե ոչ, այդ երևույթը, որից չենք խուսափի։ Բայց կարող եմ, չէ, օրինակ որպես քաղաքացի։ Ծայրահեղ երևույթ է, իհարկե անվիճելի եւ ճիշտ կլինի, որ դա այլևս որևէ կերպ չկրկնվի, որովհետեւ մեր հաղթանակը գոյություն ունեցող իրավիճակից ձևավորվող, դրսևորվող ելքով միասնական Հայաստանն է։ Ես ուրիշ դեղատոմս չեմ էլ պատկերացնում, որովհետեւ մեր ունեցած հաղթաթուղթը միայն դա է։ Մենք մի ժողովուրդ ենք, որը այլևս չկա, երկրից երեսին դուք չեք գտնի ուրիշ պետություն, որի մեջ լինի այդպիսի ծանրության կենտրոն, որ նրան չես ծռի, չես փոփոխի, բայց կարող ես ճաքերը առաջացնել, պետք չի այդ ճաքերը առաջացնել, որովհետև եթե այդ ծանրության կենտրոնը եւս գնաց, իսկ դա համաշխարհային գերակա էլիտայի համար թիրախ է նպատակ է եւ դրա իրականացումը, ասենք Հայաստանում, դա կարող է լինել նաև նշանակալից շատ-շատերի համար, բայց արդյոք այդ մարդիկ հայ ժողովրդի բարեկամներն են։ Ես այդպես չեմ կարծում։ Իդեպ նշեմ, իր քարոզարշավների ընթացքում նույնիսկ Շենգավիթ համայնքից էին ծանոթներ ասում են, որ իմացանք գալիս է, խանութ բան փակել ենք, որովհետև բայց դեռ մինչև նույնիսկ Սուրբ Աննայում տեղի ունեցած դեպքը, ասում են, որովհետև քայլող շառ է,
փակում ենք, որ շարից փորձանքից հեռու, ավելին մարդիկ կան, որ չեն ուզում տեսնեն։ Մարդիկ կան, որոնք 44-ային հարազատ են կորցրել, որոնք հա երեխա են կորցրել, զոհվածի մայրեր կան, օրինակ Տիկին Գոհարը զոհվածի մայր դատարանում հանդիպեցի, ասում է լավ է ես այնտեղ չեմ եղել, ասում է չգիտեմ ոնց է եղել, որ ես այնտեղ չեմ եղել, որտեղ միշտ Սուրբ Աննա եմ գնում պատարագի եւ կարող է նույն օրինակ զոհվածի մայր անկախատեսելի վարք ցուցաբերել։ Դա պետք է հաշվի առնեն, չէ՞։ Ինչու են պրովոկացիայի ենթարկում մարդկանց էմոցիաների վրա խաղում։ Բան, տեսակ կա, չէ՞, որ հագենում է, ինքը սիրում է բան այդ բան տեսնի, տենց տեսարան։ Ես ինչ դժվար եմ պատկերացնում այդ տեսարանը, ինչ որ զմայլելի տեսարան էր։ Այդտեղից ինչ հաճույք ստանաս էլի, երբ որ ըստ էության դա անհրաժեշտ էր ուղղակի շրջանցել եւ ոչ թե շարունակ շարունակական ճնշման, ասենք, էլեմենտներ մտցնել այդ ստեղծված խառնիխուռնի իրավիճակի մեջ։ Եվ ամենահավորը իր գնալուց հետո, ինչպես նաև եռաբլուրում եղավ, իդեպ հիշեցնեմ, արցախցի կինը մետրոյում չէր ուզում խոսեր հետո, ասում էր չեմ ուզում խոսել։ Պրովոկացիա էր անում, երեխայի ներկայությամբ, իսկ Դավիթին հետագայում, այսինքն Փաշինյանը գնում է, հետո այդ վախկոտ մարդու տեսակն է, էլի, հետո հրահանգում է, ասում է գնացեք հարցերը լուծեք, եւ տղային ուղակի վայրագների պես բանը, վայրագություն էին անում գետով քարշ տալով, դա ինչ էր, ստացվում է, որ իր հոգին փառավորվում է, երբ որ հային այդպես են անում։ Չէ, դա իշխանության ուղղակի ինստիտուցիոնալ պաշտպանման դրսևորումն է, որը էլի պետք է որ ստացվեց ամենապաշտպանվածը իշխանությունն է, որտեղ ինստիտուտներ ունի, դատախազություն ունի, ոստիկանություն ունի, 1001 բան ունի, որոնք ասենք ի պաշտոն է պետք է պաշտպանեն իշխանությանը, դա չարաշահել պետք չի էլի, դրա համար ամեն դեպքում գիտեք այդպեսի մեծ փիլիսոփա կա, հա, որ ասում է եթե իշխանություն եւ փող այդտեղ պետք է որոնել արատ հարցնում են արատ իհարկե եւ պատասխանը լինում է այսինքն դուք ճիշտ եք այնտեղ որտեղ կա փող եւ իշխանություն այնտեղ պետք է որոնել նաեւ արատ բայց միայն այն դեպքում երբ իշխանության օժտվածը չունի ներքին հարստություն եթե նա ունի ներքին հարստություն ոչ փողը ոչ իշխանությունը արատ իզորու չեն ծնել Կոնֆուցիուս Ես դրիմ համաձայն եմ մանավանդ առավել եւս որ բավականաչափ լավ եմ ճանաչում այսօր իշխանություն ունեցող անձին անցնենք մյուս քննարկման թեմային պարոն Խաչատրյան տեղի ունեցավ Փաշինյան Պուտին հեռախոսազրույց մինչ հանդիպումը եւ ռուսական պաշտոնական աղբյուրները հրապարակեցին այդ թվում Կրեմլը որ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ այնուհետև եղավ այս հանդիպումը նախ ամենակարևոր բանը շատերը օրինակ body language-ին էին, հա, մարմնի լեզվին էին ուշադրություն դարձնում եւ Փաշինյանի մանտրաժ այդ շարժումները, բաները կանդրադառնանք դրան։ Ինձ մի հարց է հետաքրում. ինչու էր այդ քարտեզի այդ պարտության սիմվոլ, հա, որտեվ այդ նարնջագույն այդ կտորը որ կպցնում է կրծքին Փաշինյանը, դա մեր պարտության սիմվոլն է։ Ինչու է պարտության սիմվոլը կրծքին գնացել Պուտինի մոտ հանդիպի, որ ինչ հասկացնի, ասենք Պուտինն էլ բան է անում, հա, Ռուսաստանի դրոշնա կպցնում գնում հանդիպումների կամ, չգիտեմ, Սիցիպինը Չինաստանի դրոշնա կպցնում, ինչ էր ուզում հասկացնի, ինչի էր այդ մեր պարտության սիմվոլը կպցրել գնացել։ Ինչպես Աշոտյանը լավ ասում, կրտած քարտեզը, ինչի էր կպցրել գնացել։ Երևի թե դա որպես խորհրդանիշ ի ցույց է դրվում այն, որ ներկայիս իշխանությունը իր քաղաքական գիծը չի փոխելու։ Այսինքն ճիշտ այնպես ինչպես մինչև հիմա զարգացել է, այդպես էլ կշարունակի զարգանալ, այսինքն բոլոր նրանց հետ ինքը որոշակի հարաբերություններ ունեցել է տարբեր ուղղությունների վրա, որ բոլորի համար պարզ լինի, որ ներկայիս Հայաստանի իշխանությունը պահպանելու է այն գիծը, որը մինչև այսօր
փորձում է ըստ ամենայնս սպասարկի։ Իսկ դա հետաքրքիր է Պուտինին։ Չէ, ավելի շուտ դա հետաքրքիր է բոլոր նրանց, ովքեր դա դիտում են։ Պուտինին դե երևի թե դա վերջին հերթին կարող է հետաքրքրի, կարող է չհետաքրքրի։ Կարող է մտածի, որ կարող է հաներ կրծքից մի հատ իրան էլ նվեր տար։ Ինչ ասեմ, կարող է այդպիսի բան էլ լինի, բայց միևնույնն է դա Պուտինի համար չէր, դա կադրի համար էր, որպեսզի հա, որ պաստանովկա կադրը, որ ասում են, էլի, որ հա, այդ կադրի մեջ մտցնում ես մի սիմվոլ, որը հետագայում դու կարողանաս նաև խաղարկել։ Այսինքն դա լինելու է այն սիմվոլը, որը խաղարկվելու է այս ընտրապայքարի շրջանում, որ այո մենք ունենք սա եւ ավելին ինչ ենք հավակնում եւ համարում ենք, որ ինչ տեղի է ունեցել 1001 բաների պատճառով, սխալների, թերությունների եւ մենք տեր ենք նրան, ինչը որ բերել հասցրել ենք մինչեւ մեր այսօրվա օրը։ Պարոն Խաչատրյան, Եվրամիությունը օրերս զեկույց էր հրապարակել եւ նաեւ ներկայացրել էր քարտեզը, թե որ երկրներն են մտադիր կամ ցանկություն հայտնել պատրաստվում մուտք գործել Եվրամիություն։ Այդ քարտեզի վրա Հայաստան չկար։ Եվրոպացի տարբեր պաշտոնյաներ այսպես ոչ չեն էլ հաստատել, ոչ էլ ասել են մենք ձեզ սպասում ենք։ Եվրոպան ունի խնդիրներ, ոչ միայն այն առումով, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, այլ նաև այն, որ Եվրամիության անդամ պետությունները մեծ բեռ են եվրոպական առանձին երկրների համար։ Հետևաբար նրանք ընդհակառակը դեմ են ընդլայնմանը, որի ռոպագանդան անում է եվրոչինովնիկ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաշինյան-Պուտին հանդիպմանը Պուտինը ինչ ասաց, մեջբերեմ նրա խոսքը։ Ասում է մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման շուրջ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Նա նաև անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը, նշելով, որ Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջի տարիներին աճել է 10 անգամ, մեջբերում եմ խոսքը, եթե նայենք, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության մեջ, ինձ թվում է դուք նույնպես տեսնում եք, որ Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է 10 անգամ։ Եվ Պուտինը ասում է, ուզում եք գնացեք։ Ձեր տպավորությունը նախ խոսեք այդ հանդիպումից ընդհանուր առմամբ, հա, եւ մասնավորապես այս մասին, ինչ էր հասկացնում Պուտինը, հասկացնում չէ, գուցե հենց շատ ուղիղ ասած։ Եվ ինչ հասկացավ, ինչ հետևություն կանի Փաշինյանը։ Լսեք, մենք եվրոպական ասոցիացիան պայմանագիր ենք փորձել ստորագրել մի ինչ-որ ժամանակ, եթե հիշում եք։ Ունենք, դեռ ուժի մեջ է։ Նա ուժի մեջ է, թե ուժի մեջ չի, ամենայն դեպս նրանում գոյություն ունեցող առանցքային կետերից մեկը այն էր, որ Հայաստանին կտրվի թեթև արտոնաբերության ապրանքների, հատկապես շորերի, եթե այստեղ կկարվեն լավ եւ կտարվեն Եվրոպայում վաճառք։ Նույնը ինչը որ վրացական գինիների հետ եղավ, որ այ Վրաստանին կտրվի հնարավորություն իր գինիների քանակը ներմուծել Եվրոպա եւ ոչ թե Ռուսաստան տանել եւ այդ կլինի լավ։ Եվ թե մեկ թե մյուս դեպքում, թե ընդհանրապես Եվրոասոցիացիան պատմության մեջ ես դրական դեպքեր չեմ հիշում ուղղակի։ Չեմ հիշում, որտեղ Սիրիան էլ է եղել Եվրոասոցիացիան անդամ, տեսանք ինչ եղավ։ Նույնիսկ Եգիպտոսն է ստորագրել, ծայրահեղ ծանր վիճակում է այսօր էլ տնտեսապես չմոռանանք, որ եվրոպական երկրների մի զգալի մասը, հարվածային մասը, առաջնակարգ երկրները, դրանք նախկին իմպերիաներ են գաղութատիրական։ Եվ երբ որ ընդհանրապես Մարկո Ռուբիոն ելույթ ունեցավ, հա, Եվրոմիությունում եւ ասաց, որ այ մենք պետք է հիշենք մեր նվաճումները եւ այլն, եվրոդեպուտատների կեսը հոտնկայս, կեսից ավելինը հոտնկայս ծափ տվեցին։ Այսինքն այդ մարդիկ լուրջ մտածում են, որ այդ ինչ որ եղել է ինչ որ մի ժամանակ պետք է վերականգնվի, այդ ժողովուրդները նորից ստրկացման լծի տակ պետք է մտնեն եւ սпасարկեն իրենց կյանքով, իրենց մահով միայն այն բանը, որ Եվրոպան ծաղկի։ Այդպիսի ախր հասկացեք դա անհնարինի եզրել չի, դա աբսուրդի թատրոն է։
Այսինքն երբ որ այսօր հանգարց այդպիսի բան հնչեց, դե հիմա վրացական գինիների վերջը ինչ եղավ։ Ուղղակի հայտարարեցին, որ վրացական գինիները չեն համապատասխանում որակին, եվրոպական գինիները նրանց գերազանցում են, դրա համար նրանք չեն կարող վաճառվել, դեռ ավելին հայտարարվեց, որ այն մակերևույթը, որը անհրաժեշտ է ունենալ այդ ծառերի քանակությամբ, որոնք տան խուանչկարա, կինձմարաոլի, ցինանդալի, այսինքն այն առաջնակարգ գինիները, այդքան մակերևույթ չունեք, դրանից մի քանի անգամ ավել ներեք մուծում Եվրոպա։ Դա կեղծ է։ Դրանից առաջ էլ կորցրեցին ամբողջ ռուսական շուկան։ Այդ մարդիկ կորցրեցին ռուսական շուկան, տառացիորեն ոչինչ ձեռք չբերեցին եվրոպական շուկայում, ամբողջ վրացական գինեգործությունը այդ ժամանակ նույն Պեռնո Ռիկարը գնել էր եւ վաճառեց քոր գրոշներով, նորից եմ կրկնում, վաճառեց, որովհետեւ նրա համար հետաքրքրությունը այնուամենայնիվ մնում էր ռուսական շուկան։ Պեռնո Ռիկարը ֆրանսիական կազմակերպությունը, որը կոնյակը բաց չի թողում Հայաստանում, այնտեղ գրոշներով վաճառեց այն ամենը, ինչը կար որպես գինեգործություն գնել էր։ Այդ ամենը վաճառեց, որովհետև հասկացավ, որ եթե ռուսական շուկան չկա, ուրեմն իրենք չեն հավակնում որևէ լուրջ արդյունքի։ Հիմա եթե մենք սովորական ուղղակի դիտարկենք, էլի, ռուսական շուկային ինչը կարող է փոխարինել մեր համար։ Եվրոպական շուկան գերհագեցած է, Եվրոպան ինքը անձամբ ինքը խոստովանում է, որ գտնվում է ռեցեսիայի մեջ։ Այսինքն տնտեսական աճ չկա, նրանք փորձելու են իրենք տնտեսական աճի բերել իրենց Եվրոմիության երկրների բազմությունը, ինչպիսին դա կլինի, փլուզումից հետո դա տեղի կունենա, մի սեկտոր կառաջանա, որը առաջ կգնա, Անգլիան նորից կկանգնի նրանց մեջ, չի կանգնի նրանց մեջ, ինչ կլինի, մենք չգիտենք, բայց այնուամենայնիվ ներկայիս իրավիճակը հնարավորություն չի տալիս այն ամենի, ինչը մինչև հիմա տեսել ենք։ Իսկ մինչև հիմա մենք ինչ ենք տեսել, որ համանման գործընթացը Մոլդավիայում բերել է իշխանության վերարտադրության։ Այսինքն բոլորին ձերբակալել են, ում որ պետքա ձերբակալել, կուսակցությունները ում որ պետքա փակել են։ Իրեն, որոնք պատրաստ էին զոհաբերել, հրաժարվել իրենց երկրի անկախությունից բանալ։ Չէ, դա դնենք դեռ մի կողմ, որ նրանք իրենց համարում են ռումին, այդքան էլ այդպես չի։ Այսինքն պատրաստ էր միանալ։ Հա, այդ Մայա Սանդուն համարում է, որ ինքը ռումին է, ինքը ռումին էլ չի, ինքը հա, լավ, այդ իր խնդիրներն է, մենք դրա այդ գործ չունենք, որպես այդպեսին, բայց այն ժամանակ Եվրոպան իզորու էր դա անել եւ մարսել։ Արդյոք այսօրվա Եվրոպան դա իզորու է անել եւ մարսել, որովհետեւ տեղի է ունեցել այնպիսի մի ծայրահեղ մեգա երևույթ, ինչպիսին է պատերազմը Իսրայել-Ամերիկա մի կողմից, մյուս կողմից Իրան։ Եվ այդ պատերազմի արդյունքը դեռևս որևէ կերպ պարզ չի։ Պարզ է մի բան, որ երբևէ այդքան ծանր վիճակ չի եղել ոչ Իսրայելի համար, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ այդպիսի ալիք չի բարձրացել Ամերիկայի ներսում, ինչը այսօր է բարձրացել։ Որտեղ ուղղակի սկսել են հայտարարել, որ մենք հասկանում ենք, որ Իսրայելը չի ուզում մտնել, որովհետեւ ինքը պատրաստ է մինչև վերջին ամերիկացին զոհել Իրանում հաղթանակ տանելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես ասենք եվրոպացիները վերջին ուկրաինացուն էին ուզում զոհել, բայց իրանք չմտնել պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։ Չէ, հասկացանք, այսինքն իրավիճակի փոփոխությունը այնքան լուրջ է, որ հավակնել երբեմնի, թեկուզ տարիներ ընդամենը առաջ տեղի ունեցածին, այսօր հնարավոր չէ։ Խելագար արագությամբ աշխարհը փոխվում է։ Կխոսենք դեռ Իրանի պատերազմի մասին, խոսենք Պուտին-Փաշինյան հանդիպումից։ Ինչ ասաց Պուտինը, ինչ հասկացրեց, եւ նա խոսեց նաեւ Ռուսաստանի 2 միլիոնից ավել քան 2 միլիոն հայ համայնքի մասին, խոսեց Հայաստանի հետ ունեցած մշտապես լավ հարաբերությունների մասին, խոսեց այն մասին, որ կան կուսակցություններ, որոնք իրենց համագործակցությունը հապագան տեսնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու մեջ եւ այդ ուժերի ներկայացուցիչներից կան, որ բանտում են գտնվում, ճիշտ է Ռուսաստանի անձնագրով, ակնարկելով հենց Սամվել Կարապետյանին, որ Փաշինյանը չխոչընդոտի այդ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին, այսինքն իմ տպավորությամբ ես դες եթերից առաջ էլ ասեցի, ես մի երկու անգամ նայեցի, որ մարմնի լեզուն էլ հասկանամ տոնայնությունը,
Պուտինի դեմքը, երբ որ Փաշինյանը խոսում է, ասենց վերևներն են նայում բանան։ Այդ շատ հետաքրքիր է, էլի։ Հետաքրքիր է ինչ նկարներ են կախում, որ հանդիպման ժամանակ, բայց հատկապես ինձ այնպես տպավորություն էր, որ Փաշինյան-Պուտին հանդիպումներից երբևէ ունեցած հանդիպումներից սա ամենակոշտն է։ Իհարկե։ Հա, դա ամենակոշտն էր, որովհետև ըստ էության լեյթ մոտիվը, որը ձևավորվեց, այնքանով որքանով մենք տեսանք, ես հասկացա, որ այն է ինչը որ մենք խոսում էինք հենց նոր, որ արդեն փոփոխությունները տեղի են ունեցել աշխարհում այնպիսին, որ եվրոպական հաղթաքարտերը չեն աշխատելու եւ գոյություն ունեցող աշխարհը ապագայի պետք է ձևավորվի ստեղծված իրավիճակի ուժային կենտրոնների վերահսկողության ներքո։ Ուրիշ տարբերակ չկա։ Եվ այստեղ մի փոքր բան պարզենք ուղղակի։ Եվրոպան հասկանում է, որ Ամերիկայի հետ իր ունեցած հարաբերությունները վտանգված են։ Դրված է հարվածի տակ, որովհետև ներկայիս Ամերիկայի պրեզիդենտը ուղղակի հայտարարություններ է անում, որ մեզ եվրոպացիները պետք չեն, երբ որ մենք պետքա փրկենք նրանց, մենք պետքա գնանք ու փրկենք նրանց, նրանք ի վիճակի չեն անգամ իրենց բանակները տեղափոխել, ռազմական միավորումները մենք ենք տեղափոխում նրանց, բայց երբ որ մեզ է պետք ինչ-որ մի կերպ նրանք չնչին օգնություն ցույց տան, դա եւս նրանք չեն անում։ Հիմա այս դեպքում Եվրոպան ինչ հավակնություններ կարող է ունենա ապագա վերելքի, միայն Չինաստանի հետ հարաբերությունները։ Չինաստանի հետ հարաբերությունները, եթե նայում ենք գեոպոլիտիկայի տեսակետից, կարող են անցնել միայն Ադրբեջանի վրայով։ Ինչքան էլ դա զավեշտական ու զարմանալի չհնչի մեր լսողների, մեզ դիտողների համար, այո, Ադրբեջանը որպես այդպիսին ստրատեգիական այն տարածքն է, չասեմ երկիրը, որը պետք է հնարավորություն տա առավել կարճ եւ ոչ խիստ թանկարժեք ճանապարհով մուտք գործել հեռավոր արևելք եւ չինական վերելքը նրա այդ ծովածավալ ընթացքը օգտագործել նաեւ Եվրոպայի ոտքի կանգնելու համար։ Ինչից ելնելով իհարկե մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավոր քայլերը, որովհետեւ մենք գիտենք Ադրբեջանը ով է, չնայած դե հա կարող է մեր իշխանությունները հայտարարում են, որ նրանք մեր բարեկամներն են, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, չէ Թուրքիան էլ, ախպետ, լավ Թուրքիան ինչի է մեր բարեկամը էլի, այդ ոչ մի կերպ չենք հասկանում, էլի, որտեվ դե հա Թուրքիան պարբերաբար մտածում է որտեղ էլ հայ կոտորենք եւ հանգարց դառնում է որ Թուրքիան մեր բարեկամն է։ Թուրքիան հայտարարում է որ իսկ ինչի պետքա Զանգեզուրը չստանա ավտոնոմիա։ Անկամ չմտածելով էլի որ ավտոնոմիա կարող է ստանալ միայն նա, ով ունի էթնիկական տարբաժանում տվյալ բազմությունից, որը այդ պետականությունը ունի։ Այնտեղ ովքեր են ապրում, կարող է ուդմուրտներ են ապրում, կարող է խանսիներ են ապրում, կարող է մանսիներ են ապրողները, կարող է պատայի բաշկիրներ են, չէ, դրանք հայեր են։ Այդ հայերը ինչի պետք է ստանան ավտոնոմիա։ Հասկանալի է ինչի, որովհետեւ սկսեն մարսել նաև այդ, այսինքն այն ինչ Սիրիայի գլխին բերեցին, մի հատ էլ ստեղ։ Հիմա այս ամենով հանդերձ հասկանալի է, որ յուրօրինակ այդ ուժագիծը անցնում է Հայաստանի վրայով։ Մտնում է Ադրբեջան եւ շարունակվում է իր տրանսլյացիայով, այսպես ասած, ուժի եւ տնտեսական հնարավորությունների միջին Ասիա, Չինաստան եւ հակառակը։ Արդյոք սա մեր շահերի հետ համադրելի է։ Մենք 1000 անգամ պետք է այս հարցին պատասխան տանք եւ միայն դրանից հետո քայլ անենք։ Այս այն չի որ 7 անգամ չափի մի անգամ կտրի։ Դա քիչ է այս դեպքում, որովհետեւ բազմազանությունը հնարավոր վտանգների, վիտալ վտանգների։ Հիմա այսօր Իսրայելը մեր աչքի առաջ կանգնել է վիտալ վտանգի առջև։ Ինչու՞։ Որովհետեւ հասցված հարվածներից 10-ից 8-ը տեղ են հասնում։ Բնակչությունը, որին պահում են ամեն գնով, որպեսզի չքոչի, առաջին իսկ խաղաղության ձևավորման պայմաններում լքելու է Իսրայելը։ Դա կլինի երևի թե մեծ քանակություն, այդ քանակության հեռանալը Իսրայելից կշիջեցնի, կիչեցնի
Իսրայելի պոտենցիալը, նրա հզորությունը եւ այլն եւ չմոռանանք էլի որ Իսրայելի միջուկային կենտրոնին Իրանը ցույց տվեց որ կխփի։ Այսինքն մերձակայքում խփեցին։ Այս ամենով հանդերձ մենք ինչից ենք ելնում որ համարում ենք որ կարելի է այդ գիծը շարունակել հերիք չի եւ որ դա լինելու է էֆեկտիվ շարունակություն մեր ապագայի համար։ Հայ ժողովուրդը չտեսավ Սիրիայի բախտը։ Եթե մենք պետքա իմաստնություն եւ փորձ քաղենք մենակ սեփական սխալներից, մենք կկործանվենք։ Տեսեք, ինքը ուզում է, բայց Պուտինը, այսինքն Պուտինը ամենակարևոր բաներն ասեց, կապ չունի ոնց եմ վերաբերվում Պուտինին։ Նախ ասաց, որ տեղյակ ենք, որ դες քննարկումներ կան, ձեզ չթվա որ չգիտենք։ Դա պարզ ցույց տվեց, որ ասաց քո տնտեսությունը ոչ մի բան չես արել, տնտեսությունը մենք չլինենք տնտեսությունը վարի է։ Դե շուկան չլինի ինչ պետք է լինի։ Այո, բացի այդ Ռուսաստանը սանկցիաները, արևմտյան սանկցիաները շրջանցում է Հայաստանի միջոցով եւ դրանից օգտվում է Հայաստանը։ Հիմա Փաշինյանը այնպես չի որ բան է ողջևորված է դրանից, բայց այո, ինքը թույլ է տալիս, որպեսզի Ռուսաստանը սանկցիաները շրջանցի եւ արևմուտքն էլ է դրա համար աչք փակում որոշակի։ Դե Ադրբեջանն էլ է թույլ տալիս։ Բայց ուզում եմ Ադրբեջանին էլ մեծ սկանդալ է, հա, հասունանում են որ գազի վաճառքի հետ կապված, բայց պայթեց չէ պատմությունը որ փաստորեն ռուսական գազ էր վաճառում ու այս մի քիչ չեմ հավատում։ Դե չունի մի այդ մարդը, հիմա ինչ անես, ամենահյուծված հանքերն են, թե նավթի, թե գազի։ Հիմա ինչ անես։ Պուտինը նաև ասաց նայ, գնա, որոշել եք գնացեք, բայց իմացեք, տնտեսությունը չունես կախված այնձնից, էսա քո օգուտները, այսքան եկամուտ ես ունեցել, հա այդ համագործակցությունից առավելագույն օգուտները տես են եղել, սաղ գիտենք, տվյալներին տիրապետում ենք, դուրը բաց է, գնա, բայց նաև իմացի, դու չես կարող, հա, եւ ԵԱՏՄ-ում լինել, եւ ԵՄ-ում լինել։ Դու չես կարող, ուղղակի, որովհետեւ կան կարգավորումների անհամապատասխանելիություն, հետեւաբար չես կարող երկու աթոռի վրա նստես։ Գնա, նաև իմացի, գազը քեզ այսքանով ենք վաճառում։ Ամենացածր գնով ենք վաճառում։ Չնայած ամերիկացի դիվանագետը ասել էր պետքա հայերը բան անեն, պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռների, հա? Գնա Փաշինյան, դու բացա, գնա։ Ոչ մեծ ձեռքդ չի բռնելու, գնա։ Գիտեք, միտեղ ուզում գնա, որտեղ մեզ չեն սպասում։ Հա, ուր է ուզում գնա, Եվրոպա։ Չգիտեմ ուր է ուզում։ Չէ, հիմա կոնկրետանանք, էլի, ուր։ Հա, Եվրոպա։ Չէ, Եվրոպա, դա ինչ է նշանակում Եվրոպա։ Եվրոպա նշանակում է Գերմանիա, նշանակում է Ֆրանսիա, նշանակում է ընդհանրապես Եվրոպա, ընդհանրապես Եվրոպան։ Իրա ասած Եվրոպան որն է։ Հա, որն է, այդ որն է, կոնկրետ եւ ինչպիսի ճշգրիտ դասավորություն ունեն մեր շահերը այնտեղի պահանջների, պահանջմունքների հետ։ Որևէ վերլուծական փաստաթուղթ տեսել ենք մենք որ այս օգուտները չափորոշիչներից տնտեսությունների ելնելով չէ Գերմանիայի տնտեսության այս չափորոշումներից Անգլիայի տնտեսության Ֆրանսիայի տնտեսության լավ ասենք Ավստրիայի նաև տնտեսության ասենք չափորոշիչներից ելնելով մենք հավակնում ենք որ կանենք առաջարկներ որից նրանք չեն կարող հրաժարվել հա այդ տարածված խոսքից ելնելով էլի որ մենք կանենք նրանք չեն բլեֆա բանանում վաճառում ու այս Եվրոպայի դեսպանն էլ հա այդ թելը թելում հա որ վիզայի ռեժիմը կազատականացնենք ասենք Ախուրյանցի Անոյին ինչ կամ Լճաշենի չգիտեմ Վարդուշին ինչ դու վիզայի ռեժիմ ես ազատականացնում վիզայի ռեժիմը SEPA-ում հենց բան է եղած արձանագրված է SEPA-ի ամենակարևոր բաներից մեկը Արցախի ինքնորոշման իրավունքն էր հա ուժի բացառում եւ այլն ու եվրոպական երկրների տասնյակ պարլամենտներ վավերացրել են ճիշտ ավելի մեծ ուժ ունի վիզայի ռեժիմի ազատականացման մասին կա SEPA-ում եվրոպացիներ գնացեք արեք ինչի չեք անում ինչ եք ավելի դժվարացրել վիզայի ռեժիմը Հայաստանի համար SEPA-ում գրված է ձեր երկրների խորհրդարաններն էլ վավերացրել են ճիշտ է վիզայի ազատականացումը ինչ եք նորից նույն ապրանքը ծախում հայ ժողովրդի իսկ ինչը ծախեն եթե չկա էլ ուրիշ բան չունեն դե եղած է դա հիմա ինչ անես
Հիմա պատկերացնել, որ նրանք այն մակարդակի վրա են, որ Գերմանիան 70-ական թվերին էր, այդպես չի։ Հիմա պատկերացնել, որ ֆրանսիական տնտեսական վերելքը նորից կարող է լինի Աֆրիկայից ներկրված, ասենք իրենց գաղութներից ներկրված մարդկանց առողջության եւ կյանքի հաշվին, էլի այդպես չի։ Հիմա այդ մարդիկ որոնում են մի բան այստեղից փոկեն տանեն։ Հասկանալի բան է։ Ռեցեսիայի մեջ գտնվող այդ նշանակում ամեն տարի իրանք տեսնում են իրենց տնտեսության անկումը։ Դե իրանց փրկողակը բանն է, Սյունիքը մեր, որը որպես թրիպ կասեն Զանգեզուրի միջանցքի ինչ կասեն, Սյունիքն է պետք, որ իրանք այստեղից դուրս գան կենտրոնական Ասիա։ Իրանք չեն թաքցնում։ Օգրայինը թաքցնեն, երևացող բան է, ինչ է թաքցնում։ Եվրոպացիներն էլ բանել, հստակ ամերիկացիներն հստակ միշտ ասել են ու ասում են մեզ պետքա դա, որ մենք դուրս գանք դեպի կենտրոնական Ասիա։ Էս է, ասում են։ Ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Մենք պետքա գնահատենք, թե դրանից մեր օգուտն ինչ է։ Երբ որ մենք հանգարց սկսում ենք պատկերացնել, ես հասկանում եմ, որ այսօր գոյություն ունի Թրամփը, որը որպես Ամերիկայի պրեզիդենտ, սեփական պատկերացումները փորձում է որպես իրականություն պարտադրել աշխարհին։ Բայց դե Թրամփն է, հասկացանք, Ամերիկայի պրեզիդենտն է։ Մեր պատկերացումները պարտադրել հայ ժողովրդին անիմաստ է այս առումով։ Որովհետև մենք շատ լավ պատկերացնում ենք, թե իսկ ինչ ենք մենք այդ 42 կիլոմետրը, որ տվել ենք, ասենք թե Թրամփի ճանապարհ։ Մենք կարողանալու ենք այդտեղ ստուգել մեր դեմ գործողությունների իրականացման ողջ պարագաները, եթե այդտեղից էլ տանեն զենքից սկսած վերջացրած նյութերով, որոնք ինչ ասես կարողալ են, չմոռանանք էլի, որ երբ որ Իրաք-Իրան պատերազմը եղել է, այդ Գերմանիայից են բերել տվել են գազերը, այսինքն բաղադրիչները դրանց, որոնցով Սադամ Հուսեյնը հարձակվել է Իրանի վրա։ Այսինքն այդ մարդիկ էլ են արել։ Հիմա դուք ինչա պատկերացնում եք, որ այդ 42 կիլոմետրի վրա դուք պետք է ստուգումները անցկացնեք մուտքի եւ ելքի։ Հենց տեղն ու տեղը դա կդառնա բաց ճանապարհ, որտեղ ոչինչ կասեցնել հնարավոր չի լինի։ Անդեմ մեր շահերի էլ ոչինչ կասեցնել հնարավոր չի լինի։ Միգուցե խոսենք, թե իսկ ինչպիսին կլինի, եթե ամբողջ Հայաստանում գոյություն ունեցող երկաթուղիները ինչ որ մի կերպ դուրս բերվեն համաշխարհային արկ ու վաճառքի առևտրի ապրանքների, այսպես կոչված ապաշրջապատական բոլոր ճանապարհները, այդ դեպքում խոսանք, այդ 42 կիլոմետրի ախր դա անլուրջ խոսակցություն է, էլի ես ես հավատացնում եմ։ Դուք կկանգնեցնեք առաջին շարժակազմը, երկրորդը ու կսկսի Հայաստանը տուգանքներ վճարել։ Ու կվերջանա կգնա, դա շատ լավ հասկանում են այդ մարդիկ։ Չէ, բայց սրանք համաձայնվել են, որ Ալիևը հայի երես չպետք է տեսնի, ինչ որ բաների հասկացանք, համաձայնել են խոսում, բայց այդ կանոնները ինֆորմացիա են։ Ով պետք է հայի երես տեսնի։ Ալիևը չպետք է տեսնի, լավ ասենք։ Մյուսներն էլ ուրեմն չպետք է տեսնեն։ Չէ, մենք էլ բան ենք անելու, բա մեր այդ քիչ տոկոս, որ մեզ հասել է, դրա համար մենք պիտի բան անենք, ասենք կարան կնխ սերվիս մատուցենք, օրինակ կարան ինչ որ բան նախ դասընթացներ պիտի մասնակցենք, ինչ որ օպերատորական ինչ որ բաներ կազմակերպություններ բացենք, ինչ որ չգիտեմ էլի, ՍՊԸ-ներ բացեն, ասենք կաֆե մաֆե կարող է բացեն աշխատեն։ Լսեք, այդ ամենը միասին վերցրած ռուսական շուկայի 1/100-րդ մասը չի կազմելու։ Դա մեր համար չափից ավելի པարզ թվաբանություն է։ Հիմա Պուտինի ասածն է, որ եթե դուք ուզում եք ձեր շահը թողնել եւ ձեռք բերել խնդիրներ, ազատ եք այդ հարցում։ Որովհետեւ դուք ձեռք եք բերելու խնդիրներ։ Մի պատկերացրեք Եվրոպան կախյալ է։ Եվրոպան անջատել է իրան ռուսական էներգակիրներից եւ Գերմանիան տեղափոխում է իր ավտոպրոմը Գերմանիայից դուրս։ Ամերիկայա տեղափոխում, Չինաստանա տեղափոխում, Չինաստանում ահոր քանակի էլ կար, մինչև էլ կար։ Բայց տեղափոխում է նաև Ամերիկա, որպեսզի իր մոտ էլ չլինի, չի կարողանում պահել։ Դուք ի՞նչն եք հավակնում։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ BMW-ն ու Volkswagen-ը, եթե տեղափոխվեցին Գերմանիայից, այդ մի բացառիկ բան ալնելու Գերմանիայի համար։ Այսինքն այդ ինչ հաջողությունների մասին է խոսքը այդտեղ։ Եվ ինչից ելնելով պետք է Հայաստանին օգնեն, էլի։ Տեսեք, շատ ուղիղ նույնիսկ մանրամասն ինչ է ասում Պուտինը, ասում է էներգիայի հարցում հուսով եմ, որ իրավիճակը կբարելավի նաև այստեղ։ Ինչպես գիտեք, էներգիայի գները, օրինակ գազի գները Եվրոպայում ներկայումս կտրուկ աճում են, հասնելով ավելի քան $600 1000 խորանարդ մետրի համար։ Ռուսաստանը Հայաստանին տալիս է
$177.5 1000 խորանարդ մետրի համար։ Տարբերությունը էական է։ Որ sense ասում եմ, երևի ասում եմ Բալիկ ջան, հասկանում ես, չէ՞, ես մի հատ էլ լսի, երևի։ Չէ, մենք ուղղակի լավ չենք պատկերացնում, էլի, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ Իտալիայի նման երկիրը, որը մեր համար էլի հարավ է։ Նույնիսկ Իտալիայի նման երկրում ձմռանը հյուրանոցներում մտնում են գիշերը առանց հարցնելու հյուրանոցում քնած մարդուն, թե ինչի վրա է դրած ջերմաստիճանը հանգարց 16-ից չբարձրացնեք, որովհետև այդ էներգակիրները, որը մենք պետք է օգտագործենք, ահավոր թանկ է։ Խոսքը վերաբերում է անցած տարվան, այս տարվան էլ չի վերաբերվում։ Հիմա այս ամենը իմանալով, այս այդ նույնն է, էլի, որ երբ որ մենք ունենք Ամերիկայում սփյուռք եւ պատկերացում չունենք, որ Վուդրո Վիլսոնը ինսուլտով պարկած է, նա ոչ մի բան չի կարող անի հայ ժողովրդի համար։ Մենք էլի ասում ենք, որ նա փրկելու է Հայաստանը եւ երրորդ անգամ նորից փրկելու է Հայաստանը։ Ինսուլտով պարկած է, տարի ու կես, 2 տարի այդ մարդը պարկած է, բոլոր բրիֆինգները մամուլի անցակացնում իր կինը։ Հայտարարելով, որ հա, հաջորդ բրիֆինգին կլինի ամուսինս։ Ու մենք էլի համարում ենք, որ հա, դա կլինի, հավատացնում եմ ձեզ։ Կամ մենք այն ամենը, ինչը գիտենք, դնում ենք հիմքում հնարավոր որոշումների եւ փոքր քայլերով շարժվում ենք առանց խաբվելու, կամ մենք մեծ քայլերով գնալու ենք դեպի այն ուղղությունը, որը ամենավտանգավորն է լինելու մեր համար։ Ստեղծվող նոր աշխարհը չի ենթադրելու այն ելքերը, որոնք այսօր մեր մոտ պատկերացվում են։ Չի ենթադրելու դա։ Անդրադառնանք նաև Պուտինի ասացին ընտրությունների մասին, ազգային ժողովի ընտրությունների մասին հունիսի 7-ի եւ այն կուսակցությունների մասին, որոնց փորձում է խոչընդոտել Փաշինյանը, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ Սամվել Կարապետյանի մասին, ակնարկների մասին։ Սրա մասին խոսեք նաև։ Գիտեք, հա, դե նորից կրկնենք, էլի, եթե դա լինելու է կրկնությունը Մայա Սանդուի քաղաքականության, որ ում պետքա փագում ենք, ում չէ, թողնում ենք, ինչքան ձայն արտասահմանից պետքա բերում ենք, այդ ձայները կազմում են մեծամասնություն, որ մենք դառնանք նորից վերարտադրվենք որպես իշխանություն, դա այն ժամանակ եղել է հնարավոր։ Այսօր դա հնարավոր չէ։ Ես նորից եմ կրկնում եմ։ Պուտինը ասում է, մոլդովական սցենար այդ սցենարը չի աշխատելու։ Այդ սցենարի վրա հույս մի դրեք։ Ընտրությունները պետք է անցնեն որպես ընտրություններ, արդարացի ընտրությունները եթե անցեք կացնելու, բոլորն էլ կճանաչեն։ Բայց եթե լինելու են, ասենք, արհեստական խճապատկերի ձևավորում քաղաքական ուժերի, դա չի կարող չդիտարկվել որպես ծայրահեղ խախտումներ, որպես իլեգիտիմ իշխանության ձևավորման հնարավորություն եւ անվիճելի փոփոխություններ, որը կպահանջի աշխարհը ձեզանից։ Նոր ձևավորվող աշխարհը։ Իսկ ինչ է այդ նոր ձևավորվող աշխարհը։ Բոլորին թվում է, որ բազմաբևեռ աշխարհը դա լինելու է ամենահանգիստ դրախտային աշխարհը։ Ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ նշենք, այդ բազմաբևեռ աշխարհը նշանակում է, որ պատերազմները շարունակվելու են, առաջանալու են նորը, եւ մենք դրանից չենք խուսափելու, որքան էլ որ ուզենք, որովհետեւ մեզ հարցնող չկա, որ հա, Ադրբեջանը կհարցակվի, Ադրբեջանը երբ էլ լինի կհարցակվի։ Եթե մենք չենք կարողանում պարաբելում պատրաստվել պատերազմին եւ ի վիճակի լինելու դիմադրել, այդ երկրները Թուրքիան, Ադրբեջանը, որոնց պետական քաղաքականությունը ներծծված է եղել հայացյացությամբ, չի փոխվելու, որովհետեւ այդ քաղաքականությամբ են նրանք գրանցել իրենց հաջողությունները։ Ինչի պետք է հանգարց փոխվի։ Պարոն Խաչատրյան, տեսեք, Պուտինը պատահական չասեց ավելի քան 2 միլիոն հայ Ռուսաստանում։ Դա նշանակում է համարյա Հայաստանի չափ բնակչություն, հայ բնակչություն, ճիշտ է։ Հա։ Սա հենց այնց չասեց, չգիտեմ, հասկացավ։ Հա, հենց այնց չասեց եւ իրեն թույլ չտվեց, որ մանրամասն ավելի ներկայացնի, թե դա ինչպիսի տնտեսական արտահայտություն ունի Հայաստանի վրա։ Եվ ոչ միայն սոցիալական նաև, օրինակ, վերջի վերջո նույն օրինակ այդ քաղաքացիները կարող են վեր կենալ ուղղակի գալ։ Պատկերացնում եք, ասենք, ուղղակի գալ, ասել Փաշինյան ասում է տնտեսությունը զարգացրել ես, աշխատատեղ տուր։ Օրինակ, Ռուսաստանը կարող է ասել, որտեղից դա։ Բայց ես գիտեմ, դրա համար եմ ասում։ Հիշում եք ժամանակին Հիմա հնդիկներ են աշխատում, 60000 հնդիկ է աշխատում։ Ինչի է աշխատում այդ 60000 հնդիկը։ Հայաստանում։ Հա։
Ինչի է աշխատում, որովհետև ստեղից էլի գնում են Ռուսաստան։ Ռուսաստան են գնում աշխատում գալի նորից։ Կարող է ասեն, գան, ասեն Փաշինյան ասում է ժողովրդավարություն, տնտեսությունը զարգանում է, եկել եմ Ռուսաստանից, եկել եմ ապահովի, ասենք մի քանի 100,000 գան, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի։ Բայց Պուտինը հասկացրեց, որ Հայաստանի չափ համարյա բնակչություն, հայ բնակչություն կա Ռուսաստանում։ Տնտեսությունը, այո, ինչպես դուք նշեցիք, դրա ակնարկն էլ կար, որ աջակցում են իրենց ընտանիքներին եւ սոցիալական հարցեր են թոթափում։ Եվ ամենակարևորը, որ այդտեղ կան կուսակցություններ, որոնք Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման կողմնակից են։ Այսինքն նրանք հետևաբար պետք է իրավունք ունեն մասնակցեն, սա Մոլդովա չի, Մոլդովայի սցենարը չի կարող լինել բնակչությունը, քվեարկության իրավունք ունեցողը, եւ ասում է մարդուն բանտես նստացրել։ Հիմա իհարկե Փաշինյանը ասում է օրենքնացիտում եւ այլն բանտեսն sense ծառմարվելով, որ Հայաստանի արժանապատվություններին կարող են առաջադրվել միայն Հայաստանի քաղաքացիները, բայց Պուտինը ուրիշ բան չէր ասում։ Չէ, իսկ ասում Ռուսաստանի քաղաքացիները պետք է գան առաջադրվեն։ Բայց Պուտինը տենց բան ասեց։ Չէ, տենց ոնց կասի տենց բան, դա հասկանալի բան է, որ տենց բան չկա։ Բայց դրանից չի հետևում, որ այն ուժերը, որոնք ունեն ռուսական կողմնորոշում, պետք է լինեն հալածյալ Հայաստանում։ Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև որպես ուժագիծ արտաքին քաղաքական Հայաստանի համար դա մնում է կարևորագույն, եթե չասենք ուժագիծը, որը էլի ճիշտ կլներ ասելը, համենայն դեպս գոնե ուժագծերից մեկը, որտեղ ես Եվրոպան չեմ համարում ուժագիծ։ Տեսել ենք, լսել ենք, շփվել ենք այդ մարդկանց հետ։ Ես հիշում եմ առաջին հոլանդացին, որ եկել էր, ասում էր՝ «Մի ուզեք Եվրոպա մտնեք, մի ուզեք Եվրոպայի հետ ունենաք սերտ հարաբերություններ», են լի բարի տարիների մասին է խոսքը, որովհետև մենք արդեն ձանձրացել ենք, մենք զզվում ենք այդ իրավիճակից։ Բացահայտ, եկել է պատվիրակության գլուխն է խոսացողը։ Եվ հիմա մենք մտածում ենք, որ չէ, հիմա լավացել է վիճակը։ Ինչով, եթե իրանք ասում են, որ շատ վատ է վիճակը։ Շատ վատ է վիճակը։ Այսինքն, եթե Փաշինյանը փորձի մոլդովական սցենարը անի, ինչի համար օգնություն էր խնդրել եվրոպացի պաշտոնյա Կայա Կալասից եւ նա հղում տվեց Հայաստանի իշխանություններին, ասելով, որ Հայաստանի իշխանությունները մեզ դիմել են, որպեսզի օգտենք մոլդովական սցենարով։ Ահա։ Հետևաբար, եթե դա տեղի ունենա, ինչ որ Մոլդովայում արեցին, արգելելով կուսակցություններին անհատներին մասնակցել, Ռուսաստանը ինչ հետևություն պետք է անի, ինչ քայլ կարող է անել, ինչին պետք է պատրաստ լինենք։ Գիտեք, դա ես մտահոգ եմ, որ Ռուսաստանը չի անելու։ Օրինակ, որ Ռուսաստանը անի, դա կլինի ամենամեղմ տարբերակով, բայց եթե դա լինի ձևավորվող աշխարհի հակակշիռ ուժերի կողմից, դա մեր համար կլինի շատ ծանր ու անտանելի։ Այսինքն, եթե մեզ մերժեց այդ գործողությունների արդյունքում Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ այլոք, ովքեր փորձում են իրենց շահերը համադրել նրանց հետ, դա անվիճելի է, էլի, այսօրվա աշխարհը, տեսեք, այսօրվա վերլուծաբանների մեջ շատ են մարդիկ, ովքեր ասում են, որ երկրիս աշխարհի փրկությունը այն է, որ Չինաստանը ռազմատենչ իմպերիա չի, ինչպիսին է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եթե Չինաստանը եւս լիներ ռազմատենչ, մենք չէինք խուսափի վերջնական Արմագեդոնից, այսինքն կոչացներ մարդը մարդուն եւ մարդկային կյանքը կվերանար երկրից երեսից։ Հիմա հնարավորություն է ստեղծվել, որ Չինաստանը չի գնալու առճակատման, Ամերիկայի Միացյալ Նահանգների այս վարած պատերազմները նրան հնարավորություն չեն տալու գերագրեսիվ շարունակել իր քաղաքական ընթացքը եւ տնտեսական ընթացքը աշխարհի մասշտաբով, բայց դա չի նշանակում, որ շրջապատված լինելով նաեւ Իրանով, Ռուսաստանով, Չինաստանի հնարավորությունների մեկուսացում ունենալով մեր համար, վերաբերմունքի փոփոխություն ունենալով Չինաստանի հետ կապված, մասամբ Հնդկաստանի հետ կապված, հասկանում եք, մենք կարող ենք կորցնել այն ամենը, ինչը ապագայի քաղաքականության մեջ Հայաստանի համար փրկողակ կարող էր լինել։ Պետք չի դրան գնալ։
Եվ հիմա բոլորին թվում է որ այս Ռուսաստանը կվերցնի, ոչ, այսօր հանդես են գալիս երկու ուժ։ Ստեղծվել է երկու բևեռ արդեն։ Բոլորը այդ մասին են խոսում եւ նրա որակները մանրամասն դնում են իրար կողքի եւ անց են կացնում համեմատություն։ Այս համեմատությունից պետք է եզրակացնել, որ մեր վիճակը կարող է կտրուկ վատանա դրա հետևանքով։ Որ երկու բևեռները նկատի ունեք։ Մի կողմից աներևակայելի բարձրացող Չինաստան, որին հնարավոր չի լինում խեղճացնելը, որովհետև ռազմական որպես բաղադրիչ եւ դաշնակից ունի Ռուսաստանին, քանի որ այնտեղից եւ գազն աներկրելու եւ նավթն աներկրելու եւ այն ամենը ինչը որ կա աշխարհի երեսին Ռուսաստանում կա հաստատ այդ Սիբիրյան սահման տարածքները հագեցած են ըստ ամենայնի եւ ամենակիչ ձեռք տվածն են աշխարհում աշխարհիս երեսին սրան գումարած Իրանը որը եվրասիական մայր ցամաքի յուրօրինակ տրանսլատորն է եղել ամբողջ պատմության ընթացքում մեծ չինական մետաքսի ճանապարհը անցել է հենց Իրանով այս բան չանենք էլի չվերցնենք ու սկսենք երևակայել որ չէ դե ինչ ա եղել որ ոչ մի բան չկա ոչ մենք կանգնելու ենք այդ ձևավորվող աշխարհի վտանգների առաջ այնտեղ հարց ու փորձ կարող է չլինի այսինքն նրանք կոկեն աշխարհը այնպես ինչպես որ կստացվի եւ կհամապատասխանի իրենց շահերին մենք պետք չի որ այս պահին մենք միշտ աչքի ենք ընկնում էլի միշտ աչքի ենք ընկել երրորդ զանգի ժողովուրդ տնելով էլի հա հիմա սկսել ենք աչքի ընկնել որ անհապաղ ինչ որ որոշում ենք որ այս բանակին ենք պատկանում կամ այն ուղղությունն է մեր միակ ուղղությունը եւ այլն այդպիսի բաներ այս իրավիճակում պետքա մոռանալ հա բայց տեսեք Պուտինից հետո փոխվարչապետ Օվերչուկը 10-ին հարցազրույց է տալիս որտեղ շատ ուղիղ ասում է, որ Մոսկվայի համար ակնհայտ է, որ Հայաստանին պատրաստվում են ներքաշել Ռուսաստանի նկատմամբ թշնամական բլոկի մեջ, այդպիսի սցենարը կունենա ծանր հետևանքներ։ Այսինքն այդ մարդն նորից ասում է, որ բաժանվում է աշխարհը բլոկների։ Եթե դուք գտնվում եք հակառակ բլոկի մեջ, այդ նշանակում է մեր հանդեպ դուք հանդես եք բերելու ագրեսիա։ Կլինի տնտեսական, կլինի դա ռազմական, ինչ կլինի այդ նշանակություն չունի այլևս։ Ապագա աշխարհում ձեր տեղը որոշվելու է դրանով։ Պատկերացնել, որ Եվրոպան, որը այսօր պատե-պատա իրան տալիս թե ինչպիսի ելք է պետք գտնել, մինչև այսօր կարողանում է Եվրոպան կանգնեցնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։ Այդ տեսեք հատել են, այդ Մայա Կալասը վերակենում, Մայա եմ ասում, Կայա Կալասը վերակենում դե հիմա բան չկա էլի այդքան պոտենցիալը չի բավարարում վերակենում բանային իռլանդացիներին այ դուք որ տենց ասում եք դուք բախտավոր եք որ հարևանը ձեր Անգլիան ա եղել դուք չեք տեսել ինչ նշանակում Ռուսաստանի նման բռնատիրական հարևան ունենալը ամբողջ դալիճը ուշքից գնում է որովհետև Անգլիան գենոցիդներ է անցկացրել այդ երկրում այ ախտեր եթե դու խաբար չես ինչ ես ամենացածր IQ-ով գործիչն է բոլորը ծիծաղում են ձեռք են առնում չկա եւ այնտեղ միակ արդարացում որ պատերազմական ժամանակաշրջանի արտգործնախարարը պայմանական ասած այսպես դե նա պետք է ինչ-որ բան դե մի քիչ էլ պետք է լինի այդպեսին էլի որ չկա էլի հա չկա ասենք չկա հա ինչ բայց նա ելույթ է ունենում համարձակ է ելույթ ունենում էսա ամենամ հա հիմա լավ էս վերջերս այդ Չաս Ֆրիմանը էլի մի հատ շատ ճշգրիտ բան ասեց էլի ասեց հետախուզական գործունեության անալիտիկայի վերջնական դեֆորմացիան ու կործանումը աշխարհին բերել է այս վիճակին որ ճշգրիտ տեղեկություններ չկան մարդկանց երևակայությամբ փորձում ենք փոխարինել գոյություն ունեցող անվիճելի իրականությունը հիմա մենք պետք է խաբվենք հենց այդ անվիճելի ձևավորված երևակայական իրականությամբ 18-ից խաբվում ենք բայց Օվերչուկը չի շարունակել է չի ավարտել դրանով ասում է Հայաստանը մոտ է այն կետին երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ Եվ սա ասվում է նաև այն համատեքստում, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, հա, այսպես, որ Հարավկովկասյան երկաթուղին ընկերությունը, որի կոնցեսիան
կոնցեսիոն կառավարումը պայմանագրային հիմունքներով տրված է Ռուսաստանին, տեսեք որոշ երկրներ դեմ են, որ Ռուսաստանին ա տված, ասում են թող ուրիշ երկրին տան կառավարումը, մենք էլ կմասնակցենք, կօգտվենք։ Դրա համար ինքը առաջարկում է երրորդ կողմի վաճառել, հա, Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը, եւ ում է առաջարկում թուրքական թուրքախոս պետությունների կազմակերպության կարկառուն ներկայացիչ Ղազախստանին։ Փաշինյանի առաջարկը թուրքական, հա, միավորման մեջ գտնվող պետությանը, որը Իրան ինչ որ պատվոր, ինչ որ մրցանակի արժանացրեց։ Հենց այնպես չէ։ Դրա համար Օվերչուկը փոխվարչապետը ասում է, ստիպված կլինենք այլ կերպ կառուցել ձեր հետ հարաբերությունները Հայաստան իր բոլոր հետևանքներով։ Տեսեք, ասացի իմաստը որն է, էլի, միջ լավ չի որ դուք այդ հարց տալիս եք, ես էլ հիմա փորձում եմ բացեմ դա։ Բայց բացենք, էլի դե տվեցիք հիմա հարցը, ինչ ասեմ։ Օվերչուկի ասացի առանցքը ուրիշ բան է։ Եթե դուք դասավորում եք ձեր շահերը նոր ձևավորվող բլոկի շահերի առանցքում, դուք կունենաք ձեռքբերումներ, որոնք չեք երևակայում։ Ճակերտավոր ձեռքբերումներ։ Ոչ։ Եթե նոր ձևավորվող Չինաստան, Ռուսաստան, Իրան բլոկի զարգացման ապագայի վեկտորի միջուկում դուք կդասավորեք նաև ձեր շահերը, դուք կունենաք այնպիսի ձեռքբերումներ, որոնց մասին չեք էլ երազում։ Այս տողերի արանքում եղածը դա է։ Այսինքն եթե դուք հիմա անում եք դա, այդ մի բան է։ Այսինքն դուք ձեռք եք բերում։ Եթե չեք անում դա, այդ նշանակում է որ կարող է ավելի էլ տուժեք։ Որովհետև այդ աշխարհը չի հարցնելու, թե այ իսկ Հայաստանը Իսրայելը միշտ արել է դա եւ հիմա այդ խնդրի առաջ է կանգնել, որ Ամերիկայի շահերի այդ միջուկում ինքը լավ չի դասավորված, շեղված ուժագծեր ունի։ Հիմա մեզ ասածը դա է, լավ չի էլի, նորից եմ կրկնում, էլի, դա հիմա տենց չհնչի էլի, որ հա, բայց ճիշտը դա է հիմա։ Ներկայիս աշխարհը չի պատկերացնում այլ բան, որովհետև յուրաքանչյուր մեկը գործելու է սեփական շահերի շրջանակում։ Եվ նրա եթե մենք մեր շահերը չենք գիտակցում, ուրիշը գալու է մեր շահերը սպասարկել։ Եթե պիտի գան թուրքալեզու ժողովրդների միության ներկայացուցիչները եւ Հայաստանի շահը սպասարկեն, ուրեմն կեցեն թուրքերը։ Կեցեն, որ բերեցին հասցրեցին սրան։ Եթե մենք այդքան բանից հետո էլ հիմա դուք ասեք, նորից եմ կրկնում էլի, երբ որ մենք խոսում ենք, կարելի է նաև ավելի խորացնել եւ այդ ընդհանրապես պարզ լինի, որ պետք չի գնալ ինքնասպանության։ Մի բողոքիր կուրությունից, եթե սեփական մատերով ես աչքերդ հանել։ Պուտինը ասեց Փաշինյանին, ասեց մի գնա ինքնասպանության։ Չէ, այսպեսին է առանյակների իմաստությունը։ Հասկացա, բայց ըստ էության դա էլ ասում։ Հա, դա որ եթե հիմա դու հանելու ես աչքերդ, հետո բողոքես բան չի եմ կուրացել, դրա մեղավորը դու ես, հո, ես չեմ։ Դա եմ ասում, Պուտինը ասեց մի գնա ինքնասպանության, բայց եթե ուզում ես գնա։ Լավ, եթե ուզում ես։ Ես հո չեմ գալու ասեմ չէ։ Ես հո չեմ գալու բռնեմ քեզ։ Չէ։ Մի ակնարկել արեց Պուտինը Եվրամիության հետ կապված էս խոսակցությանը հարաբերությունների հետ կապված ասած։ Ախր ինչ Եվրամիությունն է։ Տեսեք, Եվրամիությունը։ Ինքը հիմա բառացի բան չանեմ, ինքը ակնարկեց, որ հա գնացեք, ընդ որում չի բացառվում, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի եվրոպական երկրների հետ հարաբերությունները շուտով կարգավորվեն։ Ճիշտ է թե՞ չէ։ Այդ ժամանակ ինչ է կանելու։ Ախր Պուտինը շատ լավ հասկանում է, որ Ավստրիան իրան պատառոտում է, որ վերականգնի Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերությունները գոնե, մնացածն էլ է պատրաստ։ Եթե Ավստրիան ուզում է դա, այդ նշանակում է, որ
Հունգարիան էլ է լացնում, որտեվ Ավստրո-Հունգարիան է, այո։ Իսպանիան է, ասում, բայց ինչի օրինակ պետք է ես Չինաստանի այդ մեգա գործարանը չբերեմ դնեմ ստեղ։ Ինքը ունի խնդիրներ, այդ մեր մոտ լավ չի լուսաբանած։ Իսպանիայի ամենահարավը Կադիսը, մինչև հիմա Անգլիային է պատկանում։ Ու իրանց համար դա սրտի մեջ մեխված նետասլաք է։ Հիմա հա ամերիկան ասում է, իսկ ինչի է Իսպանիան էսպիսին։ Այ ախպեր, եթե դու պիտի Ամերիկա որպես կանգնես Անգլիայի թիկունքում, որպեսզի նա վերջին այդ օկուպացված տարածքը էլի այդ Պիրենեական թերակղզու օկուպացված վերջին հատվածը պետքա պահի եւ դու պետքա հայտարարես, որ հա հենց դա տենց էլ պետքա լինի, նա չի կարող քո հանդեպ ինչ որ տեղ չանի այն ինչը դու դա եմ ասում, այդ դեպքում երբ որ բնականաբար Ռուսաստանն էլ բանա, չէ, ինքը հարաբերություններ է կարգավորելու, այդ թվում նույն Գերմանիայի հետ, մյուս երկրների հետ, բոլորի հետ կարգավորելու։ Բայց այսօր է կարգավորումը պետք անել։ Այն ժամանակ չի լինելու, որ ուզենա էլ կարգավորի։ Դա հենց այդ եմ ասում։ Այն ժամանակ Հայաստան դու ինչ ես անելու, որտեղ ես լինելու։ Ինչ ես անելու։ Դե փաստի առաջ կարող է կանգնենք, ինչ ասում։ Հա, հիմա ինչ անես, հիմա ում մեղադրենք դրանում։ Լավ, մեզ արվածա առաջարկ, պետք է դա սպասարկել։ Դե կարող է գնանք տեսնենք, որ ինչ որ բաներ մեզ ձեռք չեն տալիս։ Ով, որտեղ։ Մենք գնանք Ռուսաստանում քննարկենք, պարզվի ինչ որ բաներ ձեռք չենք տալիս։ Այդ ամենը պետք է փոփոխել լնենց, որ դու դասավորվես այդ առանցքում։ Դասավորվես, որ քո շահերը ելնեն իրանց շահերը, իրանց շահերից դուրս բան չեն անելու։ Ինքը Փաշինյանը գիտեք ինչի էր գնացել, որ իմ կարծիքով, որովհետև նույն արևմուտքը, արևմտյան այդ բան նեոկոնների այդ կենտրոնները, հա, իրեն աջակցող այդ կենտրոնները, չեն հավատում իրան։ Նրանք էլ չեն հավատում իրան կեղծությանը, որովհետև իրանք տեսնում են, որ սանկցիաներ են դա օգնում, ինքն էլ իրանց թիմն էլ է բավական եկամուտներ ունենում։ Երկու աթոռիան նստած, մեկ էսպես ասում, հետո 5 րոպե հետո ասում է, չէ, ես էսպես չեմ ասել, հետո ասում է ներողություն եմ խնդրում, հետո ասում է ես ցենց չեմ ասել, հետո հա ինքը գնացել էր ընտրություններից առաջ իմ կարծիքով այդ իրեն իշխանության բերող ուժերին ցույց տալու, տեսակ ես եկա ասեցի, որ մենք գնալու ենք Եվրամիություն։ Հա։ Որտեղ նրանք չեն հավատում, ասում են չենք հավատում, գնա Պուտինի մոտ ասա։ Ով չի հավատում հիմա, Ամերիկան ուզում է, որ մենք գնանք Եվրոմիություն, ներկայիս ամերիկյան իշխանությունը ուզում է, որ Հայաստանը գնա Եվրոմիություն։ Ոյ, տեսեք ինչ օրինակ գցում Եվրամիությանը Թրամփը, եվրոպական։ Ինքը հայտարարում է, որ այդ եվրոպացիներին մենք հենց դեռ պետքա հիշացնենք, թե իրանք ինչքան փող պետքա մեզ տան, որովհետև նրանց ռենտը, այսինքն վարձը, որ պետքա մեզ մուծեն, կազմում է այնպիսի գումարներ, որ երկրները ծախեն չեն վերջացնի այդ գումարները վճարելը։ Շանոյինն է։ Ինչ են կանգնել, թե մենք սենց, մենք կնենց, այ մենք կորոշենք սենց, դու դուք ոչ մի բան չեք, դուք ձեր բանակները չեք կարող շարժեք, ռազմական միավորումները ձեր չեք կարող շարժեք, դուք չունեք զենք, ոնց որ հյուծված է մեր մոտ շատ բան, ձեր մոտ 5 անգամ ավելի է հյուծված։ Եթե դուք մտադիր եք, գնացեք, հա գնաց։ Ուզում եք նավթ։ Գնացեք, բացեք Պարսից ծոցը, հարց չկա, գնացեք, բացեք, նա տեսնենք էլի, Հորմուզը գնացեք, բացեք։ Բայց այդ ոնց է այդ բան այդ ֆրանսիական ավիակիրը տենց էլ տեղ չհասավ։ Այսինքն այդ մարդիկ խնդիր ունեն, որ իրանք չկռվեն էլի։ Այդ ամեն ինչը բաժին հասնի Ամերիկային, ներկայիս Ամերիկայի վարչակազմն էլ դա որևէ կերպ չի կարող ընդունել, համակերպվել այդպիսի, ախր ցածր չեմ, բերեք մարդկայինով պատկերացնենք էլի 450 միլիոն մարդ ապրում է Եվրոպայում։ Ներկայիս Ամերիկան այն ժամանակ ապահովել է, որ այդ երկրների մի մասում համենայն դեպս արևմտյան Եվրոպայի միջին բնակիչը զգալիորեն ավելի լավ էր ապրում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչը։ Միջին վիճակագրական Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սկանդինավյան երկրների բնակիչները։ Հիմա Եվրոպան դարձել է 450 միլիոն եւ նորից հավակնում է, որ Ամերիկան պետք է իրան պահի միևնույն մակարդակի վրա։ Այսինքն Իրանից լավ կարող է այդպիսի բան լինի։ Թե դա ուղղակի հարբեցողի զառանցանք է։ Դա հարբեցողի զառանցանք է։ Ինչ նշանակում, որ մենք հավակնում ենք, որ դու կգաս, մեր համար կկռվես, կբերես մեզ կտաս փող։ Ինչ եվրո։ Եվրոն ոնց են տպում օրինակ։
Ամերիկայից գնում են դոլարների այն քանակությունը, որը միայն եւ միայն իրավունք ունեն տպել։ Այդ քանակությամբ դոլար պիտի գնեն որ տպեն։ Ինչ են իրանցից ներկայացնում այս առումով։ Դրա համար էլ նա էլ ասում է, որ եթե էս է, ուրեմն լավ, մի հատ որոշենք թե ոնց ենք մենք ձեզ գնահատում։ Տեսեք, շատ པարզ բան է, չէ՞ ասածը։ Ոնց ենք մենք ձեզ գնահատում։ Յուրաքանչյուր մեկին գնահատում են ոչ թե ըստ խոսքերի, որ Ռյուտեն կարող է գնա Տրամպին ասի քու ցավը տանեմ, մենք պատրաստ ենք քվոտայի տակ խալի դառնանք եւ այլն եւ այլն։ Չէ, այդ իրանց էլ չի հետաքրքրում։ Հետաքրքիրա ձեր արարքները։ Մարդուն եւ երկրները գնահատում են իրանց արարքներով, իրանց վարվեցողությամբ, գործողությունների ընթացքով, ոչ թե գնահատում են նրանով, թե նրանք ինչքանով լավ կենացներ ասեցին։ Պարոն Խաչատրյան, ես այնուամենայնիվ շատ եմ վախենում հետևանքներից, որովհետև տեսեք, հեծը փորձում է խլել Փաշինյանը, մասնավոր ընկերությունը, չէ՞, հեծը խլել չի կարողանալու, չի հաջողվելու։ Վերջ-վերջո միջազգային իրավունքը ինչքան են հատակի շոր սարքեն, դա սեփականության իրավունքի ամեն դեպս շատ ձգձգվող գործ է, բայց ի՞նչն եմ ասում, իսկ Հարավկովկասյան երկաթուղու հարցը արդեն դա լուրջ հարց է, այսինքն շատ ավելի լուրջ հարց է, քան հեծը, չեմ ասում թերագնահատում հեծի դերը։ Եվ երբ որ Օվերչուկը ասում է կոնցեսիոն Հարավկովկասյան երկաթուղի ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա, ի պատասխան Փաշինյանի, որն ուզում է Ղազախստանին, հա, նվիրի վաճառի։ Փաշինյանը ասում է Օվերչուկի հայտարարությունների մեջ ոչ մի սպառնալիք չեմ տեսնում։ Չի հասկացել կամ շատ է վախեցել, չէ, կամ էլ շատ է վախեցել։ Դա նաև չի կարող ցույց տալ։ Որ վախեցել է, չնայած բան էր, այսպես խառնված էր, քիչ էր մնում այն Սահակաշվիլին, որ փողկապներ ուտում էր, հանդիպումից կադր կար, ոնց որ այդ վիճակին էր հասնում։ Բայց ես իսկապես վախենում եմ հետևանքից։ Ինչպես այո, հիմա արդեն Իրանում տեսնում ենք ինչ է կատարվում, ռեգիոնում ինչ է կատարվում, եւ այսպիսի արկածախնդիր մեկը, որի նպատակը ամեն գնով իշխանության մնալն է, եւ ինքը ժամանակավորապես է ընդամենը դադարեցրել եկեղեցու դեմ արշավը, որովհետեւ այն ուժերը, որոնք իրեն բերել են եւ կառավարում են, նրանց օրակարգի մեջ է հայ առաքելական եկեղեցու թիրախավորված է, այո, հայ առաքելական, հայոց առաքելական եկեղեցու։ Եվ ինքը շարունակելու է դա։ Հիմա ուղղակի դադար է տվել, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու վարկանիշը դարձյալ բարձրացել է եւ իրեն է ընկել է այդ ֆոնի վրա, ինչը եւ ցածր եղել։ Չի երբեք չի ցածր եղել, հիմա նկատի ունեմ այս հարձակումների ֆոնին ավելի է բարձրացել։ 80%-ից եթե բարձր է, ով է հավակնում դրան։ Մեր քաղաքական դաշտում կամայական ուժի ասեք, որ 80 եւ ավելի տոկոս հավահամարում են։ Բնականաբար եւ ավելին երիտասարդները շատ ավելի են եկեղեցու շուրջ հավաքվել, շատ ավելի են մոտեցել եկեղեցուն այս ամեն ինչից հետո։ Հիմա այս դասավորության պայմաններում կա մեկը Նիկոլ Փաշինյան, որը ամեն գնով ուզում է իշխանության մնա։ Մարդ էլ կծեցեն։ Ես չեմ զարմանա, մարդ էլ կխփեն։ Ինչի ասեք կան, որտեղ Աստված ոչ անի, բայց ամեն ինչի ընդունակ են։ Երբ որ իրենց կներեք, մենք քանի օր սկզբում խոսեցինք ԿՊԱ-ական մի հատ, հա, այն բառով լացիրակ։ Տեսեք մեղմ բառ եմ ասում։ Հա, նախքին ինչ որ խոպանչի, որը սրանից նրանց պարտկերանում հիմա վեդու ղեկավարը, հա, կոկորդիլոս էր ուզում բուծեր մեկը։ Ինքը հրճվում է, որ 18-ամյա տղան 12-րդ դասարանցին բանում է, կալանավայրում է իր վերջին զանգը անելու։ Կոկորդիլոս էր ուզում բուծեր։ Հա, բա իհարկե, ասում էր թրջող կենթանի է։ Դե մարդիկ չգիտեն, որ տղամարդկանց չբերությունը առաջացնում կոկորդիլոսի միսը։ Աֆրիկայում ցեղեր կան, որոնք պահում են երեխա, որը կոկորդիլոսի միս չպիտի ուտի, իրանք էս օրը կոկորդիլոսի միս են ուտում, որպեսզի շարունակություն ունենա ցեղը։ Այդ ես էլ չգիտեի, կարող հատուկ էին ուզում բուծեն, էդ էլ չբերում։ Դե ես դրա համար եմ ասում, ախր դա մի բան է, որը աքսիոմատիկ երևույթ է դեռևս 60-ական թվերից նախորդ դարի։ Հրաշավոր են, պարոն Խաչատրյան,
հրճվում է սոցիալական ցանցում գրում է էս այդ ուժն է, էս ուժն է, որը ուզում է վերարտադրվի, որ հրճվում է, որ բանը այդ տղան Դավիթ Մինասյան, որը անհամատեղելի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի, փայլուն երիտասարդ գիտելիքներով ամեն ինչով, որ իր վերջին զանգը անելու է կալանավարում, հրճվում են։ Ինչևէ, այս իշխանությունը ուզում է վերարտադրվի։ Իրանում ինչա կատարվում, տեսնում եք, Իրանի դեսպանը քանի անգամ չէ զգուշացրեց, որ Իրանի նկատմամբ թշնամական տրամադրված պետությունների կենտրոնի է վերածվում Թեհրանում, այդպիսի կարծիք ունեն Հայաստանի մասին։ Չվախեցան ցավակցեն Իրանի հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ, այն երեխաների, հա, աղջիկների դպրոցի դեպքից հետո։ Հա, մա գիտեք, ամբողջ հարցը տեղներանում է, վերընտրվեն նորից։ Ախր մենք էլի նորից բան ենք անում, էլի նեղացնում ենք, դա Իրանը չի որ ասում է։ Դա ասում է Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը միասին։ Հասկացեք, այսօրվա աշխարհը բաժանվել է մասերի, եւ ինչքան էլ դա չի երևում, միևնույն է միասնական գործունեության հետևանք է այն, որ ամերիկյան ծրագիրը չի իրականացել Իրանի հարցում։ Հիմա ինչ ուզում ես խիստ հետաքրքրված եմ դրանով ու անընդհատ փորձում եմ հասկանամ, թե էլ ինչ կա, էլ ինչպիսի վերլուծություններ կան, ամեն բան տանում է նրան, որ պետք է ձևավորվի նոր աշխարհ առանց նախորդող հեգեմոն ունեցող աշխարհի մոդելի։ Այդ հեգեմոնը էլ չի լինելու։ Չկա այդ հնարավորությունը աշխարհի վրա։ Լսեք, տպագրված փողի քանակությունը դոլարի այնքան է, որ երկրագնդի ընդերքը ամբողջովին իր եղած չեղածով, եթե վերածենք դրամի, այդ գումարները կգերազանցեն դրան արժեքով մի քանի անգամ։ Հիմա էսա, հիմա ինչի է Իրանը հանկարծ ասում, որ յուանյով պետքա վաճառքը լինի։ Նավթի։ Ինչի։ Այդ ինչա ուղակի Իրանի շահերն են։ Չէ, դա ուղղակի մի ուրիշի շահերն են, չէ՞։ Այն վեր հառնող իմպերիայի շահերն են։ Չինաստանի, այո։ Հա։ Հիմա եթե մենք այս ամեն ինչից հետո մտածում ենք, որ չէ, դրանք պատահականություններ են, որոնք պարբերաբար կերևան, փոփոխականներ են, որոնք կփոխվեն, այս կլինի, այն կլինի, դա ախպեր այդպես բան չի լինելու։ Գոյություն ունեցող իրավիճակը ունենալու է հանգուցալուծում։ Տա Աստված խաղաղ հանգուցալուծում կունենա, թե ռազմական, բայց միևնույն է այդ հանգուցալուծումը նախորդող աշխարհի մանրակերտի հետ կապ չի ունենալու։ Այդ մոդելը, այն ինչը որ մենք տեսել ենք, չի լինելու։ Կդադարի հիմա պատերազմը Իրանը հրադադար չի ուզում։ Դες մի անգամ այդ հնարավորություն ունեցել եմ, ասեմ, հա, դե պարբերաբար, հա, Թրամփը փորձում է հանգստացնել տնտեսական ֆոնդային շուկաները։ Հա, բան չեմ ասում, հա, դա հիմա ինքը պետք է մի բան անի, հա, բայց հիմա տեսեք, հիմա շատ հետաքրքիր մի բան ասեմ ձեզ, էլի։ Հիմա Իրանի ձեռքում ի՞նչն է գտնվում։ Գտնվում է այդ նավթի խողովակի վինտիլը։ Կարա բացի, կարա փակի, ճիշտ է։ Թրամփի ձեռքին ի՞նչն է գտնվում։ Սեփական հայտարարությունները։ Ես հայտարարում եմ, որ վաղը չեմ իսօրը մեր մոտ արդեն ճեղքում տեղի կունենա, որովհետև վաղը չեմ իսօրը ֆոնդային շուկաները ինչ որ չափով ցածկիչնեն, այդ երգը կպահպանվի, բայց ինչ որ չափով հանգիստ կլինի ավելի։ Այգուցա տանեմ, հիմա վերջ առաջ որն է հաղթելու, այն ինչը որ նյութական կարա բացի ու փագի, թե 100-րդ անգամ միևնույն խոսակցությունները, որ մենք Իրանին հաղթել ենք, այնտեղ ոչինչ այլևս չկա, ոչինչ այլևս չկա։ 3 Fox News-ի խմբեր գործում են Իրանում։ Նրանց թույլատրվում է բոլոր նկարահանումները։ Այս մարդիկ գնում նկարահանում ուղղակի հաղորդում են Fox News, թե CNN, Fox News, թե CNN։ Վերջը Իսրայելը թույլ է տվել, որ մի անգամ նկարահանում անեն։ Սրանից մի քանի օր առաջ։ Այս մարդիկ կանգնեցին ասին, ես հա դե սա եկավ լծվեց, սա պայթեց։ CNN-ը ոնց որ։ Հա, CNN, պայթեց ամեն ինչ եւ այլն։ Սա այսօր 10-րդ հարձակումն էր Թել Ավիվի վրա։
Այն մնացածը հեչ լավ, էսի ասենք որ հա 10-րդ հարձակումն էր։ Հիմա ընթանում է պատերազմական գործողություններ Լիբանանի հարավում։ Մի օրվա ընթացքում խփել են 21 տանկ, Մերկավա տանկեր, դրանք բարձր կարգի տանկեր են։ Նախորդող օրը 8 հատ են խփել։ Ինչու? Որովհետև պաշտպանական հնարավորությունները չի հերիքում։ Նախարարների խորհրդի ժամանակ, երբ որ Նեթանյախուն հայտարարում է, որ եւս 400,000 մարդ մեզ անհրաժեշտ է զինակոչ անել։ Վերակենում շտաբի պետը, շտաբի պետը այն անձնավորությունն է, որը ղեկավարում է ամբողջ ռազմական process-ը եւ հայտարարում է, որ գիտեք, ես 10 կարմիր դրոշ եմ բարձրացնելու, որովհետեւ եթե մենք հանգարց փորձեցինք այդ ճանապարհով գնալ, այսօրվա իրավիճակում տարբեր ուղղություններով պատերազմ վարելու հետևանքով ցախալը կքանդվի, այսինքն մեր բանակը կքանդվի։ Սա այն չի որ ասում է ինչ որ մեկը, որը դե կամ շատ սիրում է, չգիտեմ, Իրանին կամ չափից ավելի ատում է Իսրայելին, ոչ, այդ մարդկան շտաբի պետն է ասողը։ Հիմա էս է իրավիճակը, այդ ինչից ենք մենք ելնում, որ էս ամենը սա ոչ մի բան եւ ինչ է։ Հիմա ասում է վերացնել, վերջանալու է հեսա մի շաբաթից։ Այնտեղ թիրախները հիմա էլ ասում է բանը Իրանի նոր ռեժիմը, որը շատ ավելի արմատական է եւ շատ ավելի խելացի, քան իր նախորդները, պարզապես դիմել է Միացյալ Նահանգներին հրադադարի խնդրանքով։ Մենք դա կդիտարկենք, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ եւ թափանցիկ։ Իրանը անմիջապես հերքեց, որ Իրանը ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված բանակցություններ ասեցին, որ չկան։ Դա ինձ հիշացնում է, որ հա մեզ ամեն կվերջացնենք, ես թողելու եմ գնամ բան, այն Մարշալ Չույկովի անեկդոտ չի, իրականությունն է, որ Մարշալ Չույկովը մեքենաներով կանգնում են իր բանը անտառի մոտ, մտնում է իր ադյուտանտը, անտառ մեկ էլ ընդեղից գոռում է, «Տավայիշ մարշալ, ընկեր մարշալ, արջ եմ բռնել»։ Հա, ասում է, «Բեր ստեղ»։ Ասում է, «Ես կբերեի, բայց ինքը չի թողնում որ գամ»։ Հիմա այդ նույն բանն է, էլի, Իրանը չի կարող համակերպվել որևէ բանի հետ, բացի տասնամյակներով անվիճելի ստորագրված, տասնամյակներով խաղաղություն հաստատող անվիճելի ստորագրված փաստաթղթերի հետ իր պահանջների վիտալ մասով նրա մեջ, այսինքն կենսական նշանակություն ունեցող մասը նա պետք է շեշտի դրա մեջ։ Նույնն ասում է Ռուսաստանը Ուկրաինայի հետ կոնֆլիկտում։ Եթե համադրեցինք, հասկանում ենք, որ դա ընդհանրական process է, որ սա ընդհանրական թիմ է, կամենում ենք թե չէ։ Կարող է մեկի համար լավ, մեկի համար վատ է, բայց դա ոչինչ չի փոխում։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Հիմա Իրանը բաց թողնի, որ 6 ամիս հետո նորից գան, մի տարի հետո նորից գան, իրանք տենց են մտածում։ 6 ամիս հետո նորից գալու է, հենա այն ժամանակ էլի 12 օրվա պատերազմի արդյունքում մենք համաձայնեցինք, որ զինադադար լինի։ Եվ ինչ, չեկան նորից։ Այս անգամ եկան, այս անգամ ռմբակոծեցին, երեխաներ զոհվեցին, շատ ծանր բաներ, շատ ու պետքա ցավակցենք էլի իրականում եւ բարձր մակարդակով է պետք ցավակցել, որ մեր հարևան ժողովուրդը չպատկերացնի էլի, որ մեր համար մեկ է։ Ինչն է մեր համար։ 5-ից 13 տարեկան երեխաներ։ Դա էլ էին վախվորած, որ հանկարծ ինչ հանկարծ գայնանան իրանց վրա։ Երեխեք չեն մտածում, որ ասենք կհարգեն նույն են երկրները, որոնք խփել են, հա, այդ հանցագործությունը։ Այսինքն իրանց վրայից էլ ինչ որտեղ դու բեր կվերցնես, էլի, որ իրանք չեն կարող ասել։ Բայց ինչ որտեղ եթե կա ցավակցող, Փաշինյանն ուզում եմ Հայաստանի իշխանությունը ձվերը ում արկղում են դնում, որ արկղում են դնում։ Հա, այսպես հաշվարկը ո՞նց է գնում։ Ես ինչքան հաշվարկ Թուրքիայի։ Չէ, դե ես մտածում եմ, որ եթե մենք պետքա թուրքալեզու ժողովուրդների շրջանակում լուծենք մեր բոլոր հնարավոր հարցերը, չմոռանանք էլի, որ ժամանակին, երբ որ նույն Ղազախստանում ընթանում էին այն դեպքերը, որոնց ժամանակ ՀԱՊԿ-ի զորքը Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ՀԱՊԿ-ի նախագահն էր, որպես նախագահող նա ստորագրեց բոլոր փաստաթղթերը, որ մտնի համանախագահող երկիր որպես Հայաստանը, այո, մտնի երկիր, մտնի Ղազախստան, մտանք եւ այդ ժամանակ ինչ ասեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը, որ ռուսների
եւ հայերի ոսկրոտ ձեռքերը մոտեցել են, որ բռնեն ու խեղդեն թուրք ժողովրդների ադամանդին, դա Ղազախստանն է։ Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ երբ որ թողեց ու երկիրը լքեց Նազարբայևը, ուր գնաց ինքը։ Գնաց Թուրքիա։ Թուրքալեզու ժողովրդների համատեղ միջոցառմանը ուղիղ մասնակցելու ձեռքին գրում էր 1000 ու մի բան եւ այլն։ Այսինքն դա ձևավորվող մի երևույթ է, որը պայթեցնելու է Ռուսաստանը հարավից, Չինաստանին մեկուսացնելու է իր ճանապարհներից։ Իր սարքած ճանապարհներից երկաթուղային եւ սովորական ավտո։ Հիմա այդ շահերի մեջ մենք ինչ կապ ունենք էլի։ Մենք դիտվելու ենք որպես այդ թշնամական գործողությունների սատելիտ ամենակիչը։ Այսինքն կողքից գոնե գնացող։ Բայց որոշ դեպքերում էլ կարող է նաև հեղինակների մեջ հանգարց դիտարկվենք։ Մեզ դա պետք է։ Եթե պետք է, բերեք դնենք սեղանին քննարկենք, դա ինչ է տալիս եւ ինչա վերցնում։ Փաշինյանին դա պետք է, որովհետեւ նրանք կաջակցեն իր իշխանությանը։ Թուրքիայի արտգործնախարարը իր աջակցության մասին ակնարկեց եւ ուրախ էր, որ Փաշինյանը սոցհարցումներով, չգիտեմ ինչ սոցհարցումների վրա է հիմնվել, հաղթելու է իբր ընտրություններում, կայակալասները, մարտակոսերը գալիս են, ֆոն դեր Լայենները, հեսա եվրոպական գաղտնաշողով այստեղ լինելու, կգան, Թուրքիան, Ադրբեջանը, մոռացել եք, որ Ալիևը ժամանակին ասում էր, եթե պետք է գանք Փաշինյանին պաշտպանենք, ռևանշիստները ուզում են իշխանությունից հանեն իրեն, զորք էին ուզում բերեին, որ Փաշինյանին պաշտպանեն։ Խնդրեմ, այսինքն մենք կանգնած ենք այսպիսի երկընտրանքի առաջ։ Գիտեք, Փաշինյանին դա պետք է։ Իսկ Հայաստանը միշտ ենք կանգնած լինելու երկընտրանքի առաջ, եւ դա ոչինչով թող ոչ մեկին չվախեցնի։ Եթե դու ունես խորագիտություն, եթե դու ունես այն վերլուծական պոտենցիալը, որ հասկանում ես գոյություն ունեցող խճապատկերի փոփոխության դինամիկան, ինչ բարդ խոսեցի արդեն, դու չես սխալվի։ Եթե դու միտումները առաջընթացի եւ հետընթացի հասկանում ես, դու չես սխալվի։ Դա ճիշտ է, որպես խոսք ասել է կենտրոնական հետախուզական վարչության պետերից մեկը, բայց դա ճշգրիտ խոսք է։ Եթե դու միտումները, տենդենսները հասկանում ես, ես ուղղակի չեմ տեսնում այդ վերլուծությունները։ Ես չեմ տեսնում իշխանության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում ստրատեգիան։ Եթե ստրատեգիա չկա, մենք ուր ենք գնում։ Չիմանալով ուր կարող է գնաս էլի, այսինքն եթե չգիտես ուր ես գնում, ոչ մի քամի համընթաց չի կումար։ Առավել եւս, երբ որ քեզ թվում է, որ չգիտես ինչի, աշխարհի բոլոր քամիները հենց քո առագաստներն են լցվում եւ քեզ տանելու են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է միայն եւ միայն քեզ։ Դες բան չկա։ Վերջում մի բան է, պարոն Խաչատրյան, նորմալ է, որ շուտով ընտրություններ են հունիսի 7-ին եւ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, որը ցանկանում է եւս մեկ անգամ վերընտրվել եւ իշխանությունը պահել, սեփական ժողովրդին վախեցնում է պատերազմով, շանտաժ անում պատերազմով, ասելով, եթե ինձ չընտրեք, սեպտեմբերին պատերազմա լինելու։ Գիտեք, դա մի քիչ զավեշտ կա էլի։ Պատերազմը ոչ մեկին չի հարցնում, ուզում ես կամ թե չէ։ Ստեղծված իրավիճակում այդ պատերազմի մեջ կարող է հայտնվես։ Օրինակ Ալիևին ասի կրակեք։ Հաշված ժամերի ընթացքում կարող է հայտնվես։ Դու կարող է չասել, կարող է Ալիևի վրա էլ հարձակվեն, Ալիևը մտնի Իրան, ինչ ասես հիմա կարող է ալնի։ Այս պայմաններում խոսալ նրանից թե մենք հենց պատերազմից մեկուսի ու զերծ ենք պահելու Հայաստանը, այդ անլուրջ խոսակցություն է։ Բայց դա աղանդավորների բանը չի, որ Արմագեդոնով վախենում են։ Ինձնից հետո Արմագեդոնա լինելու։ Լսեք, դա մի հատ տեսություն է, որ ես չի ցանկանա հիմա այս վերջում մի հատ էլ ներկայացնել, ուղղակի շատ կարճ ասեմ, որ իմ համար միշտ անպատկերացնելի է եղել այդ մոտեցումը, էլի, որ Հիսուս Քրիստոսն եկել է, մաքրել է իբր թե տաճարը երկնային, հիմա իջնելու է երկիր եւ ներելու է հрьяաներին իրեն սպանելու համար եւ հрьяաները ենթարկվելու են տելեպորտացիայի եւ բնակվելու են այդ մաքրված տաճարում։
ախպեր դեմի դրանով է հավատացող էլի, եթե օբյեկտիվ լինենք։ Հա, չէ, մի 15 միլիոն մարդ դրան հավատում են Ամերիկայում, մի 8 միլիոն մարդ հավատում է Բրազիլիայում եւ այլն։ Այս մարդիկ համարում են, որ ինչքան վատ, այնքան մոտիկ է Հիսուսի իջնելը։ Ախպեր, լսեք։ Պարոն Խաչատրյան, Իրանի դեմ այս պատերազմի բանով, այդ նույն այդ քրիստոնյա սիոնիստական այդ կազմակերպությունները եւ Թրամփի խորհրդատուները իրանք ինչ են ասում, այդ թվում բանակում են ներշնչել, որ սա Արմագեդոն է, որ Հիսուսի գալստյանն ենք պատրաստվում եւ մեր արշավանքը խաչակրած արշավանք։ Այո, խաչակրած արշավանք։ Այ ախպեր, այդ ինչ հաջողություն է գրանցել այդ խաչակրած արշավանքները։ Այդ մարդիկ խաբար է։ Տեսակ չէ, որ նույնիսկ բանակում ընդվզում կա, աբսուրդի է հասել, էլի, որ մենք գնում ենք բանը սրբազան պատերազմի այսպեսի։ Հիմա Փաշինյանն էլ մյուս բանն անում։ Ես հիշում եմ, օրինակ փողոցներում, որ տաղանդավորներ ուզում էին բան որսի էին դուրս գալիս, իրանք ինչ են անում։ Այ եթե դու չգաս չմիանաս մեզ, դու դժողքում ես հայտնվելու, այրվելու ես դժողքի կրակների մեջ, պատերազմա լինելու։ Հիմա լրիվ աղանդավորական այդ նույն բանն է, չէ՞, քարոզչական գործիքը չի։ Գիտեք, այտենց հնամենի խոսք կա էլի, որ ամենածանրը պատժվելու են բոլոր նրանք, ովքեր Աստծո անունից խոսում են։ Պետք չի որ Աստծո անունից խոսակ։ Դուք խոսեք ձեր անունից, ձեր հավատացյալ լինելու, ձեր նվիրման անունից, ձեր նվիրումից Աստծո հանդեպ։ Մի կեղծեք, երբ որ դուք Աստծուն դիմում եք, վեր եք ածում ձեր աղոթքներին, ձեր խնդիրները աղոթքի եք վերածում եւ դիմում եք, Աստված ձեզ կարող է օգնել մենակ այն դեպքում, երբ որ դուք դիմակով չեք եկել կանգնել Աստծո առաջ։ Երբ որ դուք եկել եք դիմակով եք կանգնած, նա ձեզ չի էլ ճանաչելու, որովհետև նա գիտի դուք ով եք։ Ձեր ներքին էությունը ավելի քան խորաթափանց ինքը գիտի։ Ինչի եք այդ անում։ Դա ոչ թե պետք չի, դա ընդհանրապես հակացուցված է մարդուն։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր կրոնագետ, փիլիսոփա, Ազգային ժողովի նախկին падգամավոր Վարդան Խաչատրյանը, կհանդիպենք, հաջողություն ձեզ։